Բարի ձեզ Արտաշես։ Բարի ձեզ։ Շնորհակալություն, որ եկաք եւ պատրաստ եք ազնիվ եւ ճիշտ խոսալու։ Ուրեմն այս ծրագիրը առաջինը դուք եք, խնդրեմ սա կարդաք։ Եթե համաձայն եք ստորագրեք եւ գրեք։ Բոլոր հյուրերը անցնել են այս process-ը։ Այստեղ ձեր անուն ազգանունը գրեք։ Ես, այստեղ։ Շնորհակալություն։ Սա ինձ թվում է կարևոր բան է մեզ համար, որ հետո միգուցե անցնեն ամիսներ կամ տարիներ, ոչ դուք նեղվեք, ոչ էլ ես, որովհետև այս թուղթը մենք ունենանք։ Եվ տղամարդու խոսքը խոսք է, չէ՞։ Միանշանակ։ Այսինքն չէ, մարդու, որտեվ այսօր կին տղամարդ, այո, մարդու խոսքը խոսք է։ Արտաշես, դուք նժար սահմանադրական շարժման անդամ եք, գործարար եք, բավականին երկար տարիներ հանգիստ կարող եք ապրել եւ ապրում եք հանգիստ։ Ինչը դրթեց ձեզ, որ դուք որոշեցիք դառնալ քաղաքական գործիչ։ Ամեն ինչ ունեք, տուն, տեղ, գումարներ։ Շատ լավ, Գորջան, իրականում գիտեք ոնց, ես ինստիտուտ ավարտելուց հետո երևի 3 տարի էր, որ աշխատեցի պետական հիմնարկում, ես Մոսկվա ավարտեցի համալսարանը, վերադարձա Հայաստան 3 տարի քաղաքսովետում էի աշխատել, դրանից հետո 90 թվականից ես բիզնես եմ գնացել, հենց ասած, եւ իմ բիզնեսն եմ միշտ ունեցել, ասենք երբեք ղեկավար չեմ ունեցել, իմ անձնական սեփական բիզնեսն ա եղել, տարբեր բիզնեսներ են եղել, ու մինչև վերջերս դրանով է։ Բայց այդ գործերից առումով բան ես շատ եմ շփում ունեցել եւ շատ եմ ընկերներ ունեցել, ասենք քաղաքական գործիչներ, նախագահներ, պետությունների այդ ասենք շփվել ենք, ընկերություններ ենք արել տարբեր մարդկանց հետ, ու գիտեք ոնց, ասենք ես տեսել եմ թե ինչ է այդ քաղաքականությունը, դա իմ համար իրականում անընդունելի է եղել, սենց ասեմ։ Եվ դրա համար ասենք, հա, երբ որ ընկերներս քաղաքականության մեջ են, ես խնդրեմ չեմ ունեցել իրանց հետ, ու իմ համար կապ չունեցել, որ ինչ ձևի կուսակցությունը աչական են, ձախական են, բան ասենք, իմ համար գլխավորը որ մարդու որակը լիներ, բայց որպես կուսակցությունների այդ մոտեցումները իմ համար անընդունելի է, քաղաքականությունը անընդունելի է, որովհետև իմ էությունը մի հատ բան կա, էլի, որ դա ասենք այն մարդիկ, ովքեր ինձ քաղաքից էլ ճանաչում են, գիտեն, որ ես ճիշտը ուղիղ խոսացող մարդ եմ։ Այո, ես դրա համար շատ ուրախ հրավիրել եք ստեղ իրականում եւ մեր հենց նժար շարժման մոտեցումներից, հա, որ մենք այդ երկխոսությունները երկակի ստանդարտներով չենք շարժվելու, մենք ուղղակի եւ ճիշտ ենք ասելու։ Կարող է ինչ-որ տեղ մենք մի բան էլ չասենք, բայց եթե ասենք, պետքա ճիշտ ասենք, դա մեր մոտեցումն է։ Եվ դա շատ դժվար բան է իրականում ճիշտը խոսալը, ծանր բան է։ Բայց դա միակ դուրեկան բանն է, որը որ ես միշտ ընդունել եմ եւ տենց եմ ապրել, իմ սարքյան 60 տարեկան մարդ եմ, հեսա 3 ամսից կլինեմ, եւ դա իմ համար ամենակարևոր հարցերից է։ Իսկ քաղաքականությունը ընդհանրապես չի թույլ տալի այդպես մոտեցում եւ ուզես չուզես ինչ որ պետքա սենց կամ նենց ինչ որ մի ձևի անցնես բարեր կամ բան եւ դրա համար ես միշտ խուսափել եմ դրանից սակայն գիտեք ոնց ասենք 2018 թվականի այդ սենց կոչված հեղափոխությունը, որը որ փաստորեն պարզվեց, որ հեղափոխություն էլ չէր, այլ իշխանափոխություն էր, ասենք մենք այդ վաղ սատարեցինք, շատ էինք ուզում, որ Սերժ Սարգսյանը գնար, եւ ամեն ինչ ուրիշը չկար դաշտում, կար մենակ Փաշինյանը եւ փաստորեն մենք սատարեցինք, որ ինքը դառնա վարչապետ, ամեն ինչ, ազգովի բոլոր ոստերը հույսեր ունենալով, որ փոփոխություն կլինի։ Իրականում փոփոխություններ կլինեն, եթե հիշենք բոլոր խոստումները ինչ որ տվացվել է, այսօրվա դրությամբ ոչ մի բան չունենք, բացի այն պոպուլիստական, ասենք, որը որ կարևոր է, իհարկե, ճանապարհը, դպրոցների վերանորոգումները, շատ կարևոր բաներ է, բայց դա ամեն նորմալ պետություն պետք է անի առանց խոստալու։ Դա պետք է քրտաջանք աշխատանք լինի, ամեն օրվա, որով պետք է անեն, եւ դա խոստալու բան էլ չի, էլի, դա անպայման բան հարց է։ Եվ ոչ մի բան մենք չտեսանք, որ փոփոխվեց, իրականում են ժողովրդավարության մոդելը, որ մենք ցանկանում ենք եւ երազում ենք ունենալ մեր Հայաստանում, որովհետեւ Հայաստանը կարա պինդ եւ ուժեղ լինի մենակ այն դեպքում, եթե աշխատի ժողովրդավարական մոդել, ընտրությունները կայանան նորմալ, ճիշտ ձևի, հա։ Եվ փաստորեն ոչ մի փոփոխություն չարվեց, ոչ մի խոստումները չկատարվեց ասածներից
Եվ դա ուզես չուզես արդեն բան իմ մոտ առաջացեց, որ ասենք, չգիտեմ, ինչքան այնց մնացել ապրելու, մի տարի, 10 տարի, 30 տարի ոչ մեկ չի կարող ասի, բայց դե ինչ ասես հա ունես, բայց ինչ ես տարի, հա երեխեքին փող թողելով չի, էլի, ասենք այդ փողը մենակ վնաս է տալի իրականում, շատ փողը ավելի շատ վնաս է տալի։ Ես հələ չգիտեմ այն մարդկանց, որ բանա դրանից հաջողություն են շատ մեծ ունեցել։ Հա, փողը ազատություն է, բայց դա չի նպատակը, դա արժեք չի կարող լինի։ Ամեն բանը ինչ որ ունի իր գինը, չի կարող արժեք լինի։ Իսկ փողը գին ունի, ասենք շատ բաներ գին ունի, արժեքների համար ապրելուց դու շատ կդժվարանաս մտնես քաղաքականություն։ Եվ քանի որ ես տեսա, որ իրականում հնարավորություն կա մեր մոտ փոփոխություններ կատարելու, իսկ այսօր հնարավորություն կա, որովհետև իրականում մեր հասարակությունը պատրաստ է ապացուցեց այս վերջի երկու ընտրություններում, հա, որ թե քաղաքապետարանում, թե Գյումրիի ընտրություններում, որ եղբայր, եթե չկա այն ուժերը, որ ես ուզում եմ որ լինեն, ուրեմն չեմ գնա, ուրեմն իրար կերեք, իրար մեջ կռիվ արեք, તો ձեր հերն էլ անիծած։ Այսպես վերաբերմունք ցույց տվեց մեր։ Սա նշանակեց, որ մեր հասարակությունը լիովին հասկանում է ինչա կատարվում, իր իմաստությունը ցուցաբերեց, եւ եթե այդ իմաստությունը կա, ուրեմն պետք է օգնել, ասենք ես մտել եմ քաղաքականության մեջ մենակ նրա պատճառով, որ ասենք ես 2 տարին օգնեմ այդ ամեն ինչը կայանա, ես երկքաղաքացի եմ եւ ես չեմ կարող ինչ-որ պաշտոն գրավեմ, ինչ-որ տեղ գնամ, չէ, ես ուղղակի եկել եմ օգնեմ, որ իմ հայրենիքս, իմ հարազատները, իմ հասարակությունը, ում որ ես սիրում եմ, հայ ժողովուրդը, որ կարողանանք ինչ-որ ամեն մեկը իսկես մեծ հնարավորություններ ունեն, թե գիտական, թե բարոյական, ասենք այդ առումով փորձենք իրար հետ այս փոփոխությունները կատարենք, որտեվ եթե հիմա չանենք, ստեղ մի հատ բան կա, հա, եթե դուք Գորջան հետ մի հատ ներկայացնեմ, որ մեզ շատ ժամանակ չի մնաց, այդ աշխարհում այդ հեղափոխական իրավիճակը որ տիրում է, իրականում սա տեխնոլոգիաների պատերազմ է գնում։ Եվ այդտեղ եթե մենք մեր տեղը չգրավենք, մեր սուվերենության հարցը մենք մենակ տեխնոլոգիաների միջոցով այդ առաջընթացով մենք կարանք լուծենք։ Եթե մենք այդ չարեցինք, մենք մեծ խնդիրների առաջ ենք կանելու։ Այդ կարող է ուշանանք։ Այո։ Կամ արդեն ուշացել ենք, թե դեռ ոչ։ Չէ, դե էլի ուշա, բայց դեռ հələ կարելի է, ոնց որ ասում։ Հույս կա։ Հույս կա, այո։ Սահմանադրական շարժում, ոչ թե կուսակցություն։ Հիմա կարծես թե ոչ թե, ինչպես ասում են մեր իշխանականները հիմա իրանք անդադ ասում են, որ կրթությունը նորաձև է, հիմա նաև կուսակցություն ստեղծելն է նորաձև։ Ինչու ձերը կուսակցություն չի, այլ սահմանադրական շարժում, եւ որն է տարբերությունը։ Միջով պատասխան ձեր հարցին, մի հատ ամենաողբալի ու իմ համար անհասկանալի բանը, որ մարդիկ 50 տարեկանում նոր են հասկացել, որ իրենց համար կրթությունը նորաձև է, դա ցավալի է իհարկե, շատ Եվ որովհետև էլ չասեմ, որովհետև ինչի։ Որովհետև, այո, պարզ է։ Այո։ Հիմա ինչ գալիս անախի մենք կուսակցություն չենք։ Նայեք, Գորջան, մենք մտածեցինք եւ հասկացանք, որ նախ եւ առաջ մենք պետք է ախտորոշենք, թե ինչումն է խնդիրները ընդհանրապես, որ եկել ենք հասել ենք այսպես վիճակի։ Երկրի, հասարակության։ Այո, այդ բոլորի ախտորոշումները տալով մենք հասկացանք, որ գիտեք ոնց մեր ցավը սկսեց ու խնդիրները սկսեց 96 թվականից, հա, այդ երբ որ ընտրությունների մեջ խախտումները եղան եւ փաստորեն տապալվեցին ժողովրդավարական։ Երբ որ Վազգեն Մանուկյանը կարծես թե ընտրվեց, գիտենք գրել էր եւ հետո Լևոն Տեր-Պետրոսյանն է իհարկե 2008 թվականին ինքը ապաշխարեց այդ առումով, ինքը ընդունեց, որ այո, խախտումներ են եղել եւ ինքը այդ իր տղամարդկություն ունեցավ, ասելու, որ այո, եղել է խնդիրներ։ Ես վստահ եմ, որ այդ ասենք իրան դրթել էին այդ քայլին գնալու, հասկանալով, որ գիտես, մենք գիտենք լավը ոնց է, արի մենք մնանք, որ օգնենք լավ լինի, բայց փաստորեն դա մեր արհավիրքը դարավ իրականում ամեն ինչի, քանի որ ինքը ապալեգիտիմացրեց այդ նախագահի ինստիտուտը, հետևը արդեն այդ մարդիկ չկային, որ իրան պետք է ընտրեին ու դրանից հետո դարավ հնարավոր արդեն այդ հեղաշրջումը Արդեն դրանից հետո հնարավոր դարավ հոկտեմբերի 27-ը, դա էլ չէր լինի, եթե ամեն ինչ գնար իր աղոնով, որ ժողովրդավարական այդ ընտրությունների։ Դրանից հետո հնարավոր դարավ արդեն Քոչարյանի, որը որ իրավունք չուներ ըստ սահմանադրության դառնալ նախագահ, էլ դարան փակեցին աչքերը, հետո այն մյուս ընտրությունները խախտվեցին արդեն Սերժ Սարգսյանը, եւ այդտեղից մինչեւ այսօր հասել ենք
քանի որ այդ շղթան միջև այսօր շարունակում է իրականում։ Ինչի կուսակցություն չենք այս բանը ասեմ, նա sense մոմենտով, նա sense բան կա, այդ ախտորոշումից հետո մենք հասկացանք, որ գիտեք ոնց, եթե դու կուսակցություն ես, դու պետք է ուրեմն այդ գաղափարախոսությունը քո ունենաս կուսակցական։ Այո։ Իսկ մենք մեր ընկերների հետ ու առաջնահերթ ես ասեմ, ասենք Գարեգինը Միսկարյան ինքը նա շատ հետաքրքիր մենագրություն ուներ ու այդ մենագրությունը դա ինքնորոշման գաղափարախոսություն էր, որը որ շատ հետաքրքիր է եւ կարեւոր է եւ ես վստահ եմ, որ հետագայում սա ունենալ է շատ իր կարեւոր դերը մեր կայունության այդ պետական, երբ որ մենք փոփոխությունները կանենք, այդ գաղափարախոսությունը ինքը շատ ուժեղ կայունություն կօգնի, որ մենք ստանանք որպես պետականություն եւ որպես պետություն եւ որպես հասարակություն։ Եվ դա ինչ էր, այդ գաղափարախոսությունը ինքը իրանով կուսակցական գաղափարախոսություն չի։ Սա իրականում շատ կարևոր փիլիսոփայական աշխատանք է, որը որ արժեքների մասին է։ Այսինքն դուք չեք ուզում ունենաք կուսակցական ինչ որ ծրագիր, որը որ, չգիտեմ, 4 տարվա է կամ 5 տարվա։ Սա ավելի խորն է, սա ավելի վեր կուսակցական մոտեցում է։ Գաղափարախոսություն։ Այո, սա գաղափարախոսություն, բայց այդ գաղափարախոսությունը այսօրվա դրությամբ ինքը անհրաժեշտ չի դրա մասին խոսալ եւ ներկայացնել ինչա, որտեղ ասենք ամեն փիլիսոփական գաղափարախոսությունը իրականում սկսած Սոկրատից մինչև մեր վերջի փիլիսոփաները մեկը մի բանի մասին է։ Սա խավարից դեպի լույս գնալու ճանապարհն է, ամեն մեկը իր ճանապարհը, իր ուղին է, ինչ որ sense մի քիչ նենց, բայց ընդհանրապես դա նույնն է։ Հիմա ամեն դեպքում արժեքների մասին է փիլիսոփայությունը եւ այստեղ մոտեցումը ինչն է այդ բանի, որ դու դպրոցից կսկսես արդեն ինչ որ ներդնել այդ արժեքների մասին խոսույթը, որ մեր երիտասարդությունը դպրոցում ինչ որ մի չափով անցալում է, ասենք ավելի པարզ ձևի։ Հետո համալսարանում արդեն երկրորդ, երրորդ կուրսում ինչ որ դրանից հետո արդեն այդ մեր մոտեցման մեջ կա ինքնորոշման ազգային ինստիտուտի հասկացողություն, որ կանցնեն այնտեղ ավելի խորը կզբաղվեն այդ ամեն ինչով։ Եվ դա շատ մեծ հնարավորություններ է տալու։ Բայց հիմա խոսքը դրա մասին չի, մատ ես ելի վերադառնամ այդ բանին, խի կուսակցական չենք, որտեղ այդ նույն կուսակցական գաղափարները, որը որ պետքա բոլորը իրար հետ համամիտ լինեն, եւ դրանից հետո երբ որ դու կուսակցական ես, դու պետք է ներկայացնես որպես կուսակցական ծրագիր, սկսում է այդ հարաբերությունը, ահա, իսկ խի այդ մի կուսակցությունը միացավ, ոչ թե իրանք միացան մեզ, այլ մենք պետք է միանանք։ Այդպես բաներ որ չեն, մենք որոշեցինք, որ ճիշտը ոնց է, 3 հարց բարձրացնենք, ամենակարևոր հարցերը, որը որ ըստ այն ախտորոշման, որ մենք կարացել ենք անենք, մենք կարանք ներկայացնենք, թե ինչ ձևա փոփոխություն պետք անել կառավարման համակարգում, ու ընդհանրապես ասենք ինչ մոտեցումներ ա մեզ այսօր հնարավոր իրականացնել, ասենք ինչ փոփոխություններ իրականացնենք, որ այս իրավիճակը փոխվի։ Որ իրավիճակը։ Մենք բարձրացնում ենք 3 հատ հարց, հա, միապետություն չդառնա, որովհետև մեր մոտ ոնց է դառնում, հա, հենց որ մի հատ կուսակցություն է գալի, ասենք իր կուսակցության ղեկավարը գալիս է դառնում է վարչապետ, վերջ։ Այս սահմանադրությունն էլ այնց են կազմել, որ սաղ ուժը, սաղ բանը հավաքում է իր ձեռը, էլ ուզում ես SMS-ով կարա դատավորներ հանի, կարա նշանակի SMS-ով, կարա աչքով թերթի իրանք կանեն ինչ որ ասում է, այս խայտարակությունն է։ Մեր պետության համար միապետ, փաստորեն միապետություն է իրականում։ Ուրիշ բան, որ ժողովրդավարական ինչ որ ինստիտուտներ դեռևս աշխատում են, բայց դա իր կամաջոկով կարա վաղը չաշխատի ու ոչ մի բան չես կարանալու անես արդեն, որտեղ ամենտեղ իր մարդիկ են, ամենտեղ ինքն է որոշում, իսկ դա մեր ազգին բնորոշ չի իրականում 21-րդ դարում հայը ունենա մի հատ տեր, որը որ պետք է ինքը որոշի սաղ ազգի համար, վաղը հետում եմ ձախ, թե հետում եմ աջ, թե հետում եմ վերև, թե հետում եմ ներքև, ոչ, մենք այն ազգն ենք եւ այն պատմությունը ունենք, որ մենք իրավունք ունենք եւ հնարավորություն պետք է հիմա մենք ինքներս մեր համար ձեռք բերենք, որ մենք ենք որոշելու։ Բայց ես ներողություն եմ խնդրում, պարոն Իկանով, 96 թվականից մենք համաձայն ենք այդ ամեն ինչին փաստորեն, բայց դուք այսօր ասում եք, որ մենք այն ազգը չենք։ Ինչին ենք համաձայն։ Որ միապետություն ունի, որ ինչ որ մեկը մեր տեղը որոշի։ Ոչ, գիտեք ոնց, երբ ցույց է տվել, մեր ազգը միշտ դուրս է եկել, պայքարել է։ Հա, այդ առումով հա, այսինքն միշտ ընդվզումներ եղել են, ընդվզումներ եղել են,
Բայց գիտեք ոնց դու հա ընդվզի, причем ինչն է հետաքրիր, ասենք քններ քաղաքական դաշտում ընդվզումներ եղել է, բայց մենք հանգիստ ենք եղել, որտեվ մենք գիտենք Արցախի հարցը կա, ինչ որ բան կար, որ չէին ուզում գնային իդեմս այս ղեկավարների, որ այն հարցը լուծվելա դե Փառք Աստծո, լավ, էդի կա հիմա հերն էլ անեցած են, որ ասում են գողանում են, գողանան, դու լավ էս sense են ատո հերն էլ անեցած աչքերը բանակ ենք պահում, այսպես այդ խափում էին փաստորեն, ոչ մի բանը չէին պահում։ Փաստորեն մենք 96 թվականից արդեն կորցրել ենք Արցախը, բայց մենք չենք հասկանում դա։ Այս էր ամենամեծ խնդրը։ Մենք չենք պատկերացնում, որ կորցրել ենք, որտեղ այս մարդիկ արդեն Արցախի մասին չէին խոսում։ Իրանք իրանց պաշտոնների մասին են խոսում, ու իրանց հետաքրքիր մենակ իրանց անձնական հարցերը։ Թե պետությունը, թե ժողովուրդը, թե Արցախը իրանց համար արդեն հետաքրքիր չէր։ Ու մինչև այսօր փաստորեն տենց էլ ապացուցեց, այսօրվա բանին համար էլ հետաքրքիր չէր, որտեղ այն ինչ որ կատարվեց եւ ինչ որ խոստովանեց պարոն Փաշինյանը, ինքը ինչ ասեց, ինքը ուղղակի ասեց, որ Ժողովուրդ ջան, մինչև այդ ասում էր Արցախը Հայաստանն է եւ վերջ, հետո ասեց, որ ես գիտեի, որ եթե հանգարց մենք պատերազմի չգնայինք, մենք մնալու ենք Ռուսաստանից, તો հերն էլ անեցած թե Ռուսաստանից կախված չէր մնալ, բայց 5000 երեխուի տարը կոտորեցիր։ 4000, լավ, ասում են 4000 քանի, դա կապ չունի, հասկանաք 4000 3000 էլ եթե ելներ, 1000-ը 100 հոգին չես կարա, ոնց կարաս դու մարդու կյանքը, այո, դա տենց չէր կարելի, դե բայց ամեն դեպքում մենք ունեցանք այն ինչ որ ունեցանք եւ հիմա այդ կուսակցական մոտեցումները բերում են մենակ պարակտման, ինչ որ ձեռատալի հենց այսօրվա իշխանություններին։ Իրանք օրակարգ են ստեղծում, ամենից են խոսույթ գցում հանրության մեջ, այդ իրանց շարժում ձևը, որ եկեղեցու դեմ կգնանք, աճ կգնանք, ձախ կգնանք, հիմա Էրդոգանի հետ կբարևենք, էսի ստորագրեցինք, ու հա ամենահետաքրքիրը ինչն է, օրինակ նախաստորագրությունը, չէ։ Հիմա սարքուրատես բան, դա ստորագրությունը, դա խաղաղություն է, թե խաղաղություն չի, նախաստորագրությունը թե չէ։ Ինձ թվում է անդմություն է այսօրվա այդ պարլամենտական անդմությունը, այսպեսի կոչված, որտեղ ես ընդունում եմ թե Փաշինյանին, թե պարլամենտական իրանք երկուսն է ընդդիմություն են։ Իրանք ընդդեմ են ժողովրդի, Հայաստան պետությանն են իրանք ընդդեմ աշխատում։ Դեռևս նրանց հաստատ արդեն պարզ էր, որ ընդդեմ աշխատեցին, սա էլ ապացուցում է, որ ինքն էլ է ընդդեմ աշխատում, թե ժողովրդի, թե պետության։ Դեռևս ամեն դեպքում։ Հիմա ի՞նչ է դուրս գալի։ Իրանք օրակարգ են բերել, որ նախաստորագրությունը եւ բոլորը ուզում են խաղաղություն կլինի, թե չի լինի։ Եղբայրամ, հիմա ինքը ինչ կանի, ինքը այս խոսույթը կա, սրանք բան են անում։ Մի բան ասեց արդեն Խական Ֆիդանը, որ հեսա ամսի 26 թվականի սկզբերին կամ կեսերին ստորագրվելու է։ Նիկոլ Փաշինյանը կեթա այդ կստորագրի, կասի ասում եք նախաստորագրած էր, հեսա ձեզ ստորագրած է։ Բայց տակը գրված է, մտնում է ուժի մեջ այս պայմաններից հետո։ Պայմանները մենք արդեն մի մասը գիտենք, մի մասը չգիտենք, ոնց որ չգիտենք այդ Տրամպի ուղին, թե ինչ պայմաններ կա տակը, ամեն ինչ ինչ որ թաքնված, ամեն ինչը սուտ։ Ամենավատը այդ է, որ քո պետության ղեկավարի կյանքը ու էությունը սուտի վրա է ամեն ինչ հիմնված։ Հասկանում եք, այս ամենածանր բանն է։ Եվ մենք դրանից խուսափելու համար, որ կյանքում չունենանք այսպես մոտեցում, ով էլ լինի, ամենալավն էլ լինի, վատն էլ լինի, չկարանա, երբ որ ինքը գա վարչապետ, եթե դարավ ինչ որ ձևով վատը վարչապետ, ինքը պետք է իրավունք չունենա որոշի ազգի համար վերջնական որոշումներ։ Դա համար այն մոտեցումները, որ մենք ենք արդեն առաջարկում, այդ մոտեցումները հենց բալանսավորում են, իրականում բալանսավորելու են իշխանության հնարավորությունները եւ այստեղա որ մենք սրա շուրջ ուզում ենք հավաքենք ուրիշ կուսակցություններին, ինչքան քիչ հարց է ծագում, հա, ասենք որ մենք բարձրացնում այս հարցն է կարևոր, այսօրվա դրությամբ մեր համար կարևորը այս հարցն է։ Եթե մենք կառավարման մեխանիզմը կանոնանք ճիշտ ձևի ձևավորենք, դրանից հետո թող գան արդեն մյուս իշխան կուսակցությունները, ընտրությունների կետան, ամեն մեկը իր ծրագրով։ Մեր ծրագիրը մեկն է, փոփոխություններ կատարել այդ կառավարման համակարգում։ Փոփոխություններ կատարել այդ համապարփակ անվտանգության համակարգում նույնպես եւ ներառել թվային պետության մոտեցումները։ Սա այս 3 հարցի շուրջ, որը որ եթե նայեք, ես մի հատ էլ բան ասեմ, միջև այդ մենք ոնց որ շփվում էինք մի 3 տարի հանդիպումներ եղել տարբեր թե կուսակցություններ, թե անձանց հետ, շատերը ընդունում են այդ մոտեցումները, բայց հենց որ կուսակցական հարց ունեցող մարդիկ էին դրա մեջ ներառվում, միանգամից հետ էին կանգնում այս մոտեցումներից, որովհետև մեր առաջարկածը ձեռ չի տալի իրանց։ Այդ մարդկանց ձեռ չէր տալի, որովհետև իրանք հասկանում էին, որ
միապետ էլ չի լինելու այս Այսինքն նրանք հասկանում են, որ իրենք չեն ունենա այն իշխանությունը կամ այն իշխանության այն տեսակը, որին նրանք ձգտում էին։ Դուք չեք ձգտում այդպիսի Դե իշխանություն։ հիմա նայեք, մենք հենց մեր վրա ենք դնելու։ Առաջինը, եթե մենք ընտրվեցինք, իսկ մենք ընտրվելու ենք, ասենք առաջնատեղն ենք գրավելու, ես վստահ եմ դրա մեջ, որովհետև մեր ժողովուրդը հենց դա է ուզում, այս փոփոխությունները ուզում։ Այդ դեպքում մենք հենց առաջինը մենք ենք հռչակում, որ մեր վարչապետի տեխնացուն հենց առաջի փոփոխությունը սահմանադրության մեջ հենց փոփոխությունը արեցինք, ու մենք անելու ենք դա, ասենք, շատ արագ, վարչապետի լիազորությունները մեր միանգամից կտրվելու են։ Կրճատվում են ահռելի ձևով։ Նորից շատ կարճ, մեկ բառով, այդ 3 հիմքերը ձեր Պետխորհուրդ, համապարփակ անվտանգություն եւ թվային պետություն։ Լավ, հիմա կանդրադառնանք, հիմա որ դուք ես հաջորդ հարց ուզում եի տա ինչու նժար, հետո հասկաց այդ բալանսավորումը որ եկավ։ Իրականում ամենակարևորը բալանսավորումն է։ Ահա։ Բայց դրա հետ հապավում էլ կա։ Նայեք, բացեք խնդրում։ Նժար դա քշերք է, չէ՞։ Այո, դա բալանսավորման հարցն է լուծում։ Որ ասում է երկուսը մեկի մեջ։ Երկրորդ հարցը ՆԺ-ն, նոր ժողովրդավարություն եւ արդարություն։ Այդ ամենակարևոր հարցն է, որ մեզ պետք է։ Մեր մոտ համ բալանսավորման հարցը լուծում, համ էլ մեր հապավման մեջ կա նոր ժողովրդավարության այդ մոդելի մոտեցումը։ Պարոն Իկանոմով, հիմա բոլորը ընտրություններից առաջ գեղեցիկ խոսում են, խոսք են տալի տարբեր խոստումներ են տալիս, հետո պարզվում է որ դա այդպես չէր, կամ նրանք ուրիշ բան են, աթոռա կռիվ էր, գալիս են հասնում են մոռանում են ամեն ինչ։ Հիմա ինչ եք անում եւ ինչ պետք է անեն մաքուր ազնիվ մարդիկ, որ ժողովուրդը հավատա, որտեղ արդեն ժողովուրդը էլ հավատք չունի։ Ասում է դու թքած, դուք գնացեք ձեր միսը կերեք, մեր կյանքները էլ մի կերեք, ինչ ուզում եք արեք։ Ինչպես եք համոզելու մարդկանց եւ իսկապես ինչ ունե, ինչ արգումենտներ ունեք, որ մարդիկ հավատան ձեզ եւ գան ձեր հետևից։ Գիտեք ոնց, նայեք, ամեն դեպքում ընտրությունները sense բան է։ Դա խոսք է, ինչ որ կուսակցությունների կողմից բան չէ, հետո դե խոսքից հետո պետք է գործ գա։ Բայց գործը կարա լինի այն դեպքում, երբ դու արդեն հաղթել ես։ Այո։ Ոստեղ է մի հատ խնդրեմ առաջանում, որ արդեն այս նախկինները ներկաները բոլոր նախկինները, այո, արդեն հա այնքան խոստվեցին ու խափեցին, որ հիմա խոսքը արժե զրկվել է։ Ինչ էլ ասես, ցավոք սրտի առաջացնելով նայեք, ստե մի հատ մոտեցում կա, որը որ մեր շարժման մեջ կան մարդիկ, ովքեր կյանքում չեն եղել կուսակցության մեջ, եւ կան մարդիկ, ովքեր ոչ էլ ուզում են լինեն կուսակցության մեջ, եւ հնարավորություն էլ չեն ունենալ, օրինակ ես կարամ հրաժարվեմ քաղաքացիությունից, որ չեմ ուզում ու չեմ հրաժարվել, ես խոստանում եմ, չեմ հրաժարվել, պաշտոն չեմ գրավելու, բայց ես առաջնորդներից եմ լինելու, ասենք ընդ ես 17 հոգի կլինի մեր շարժման առաջնորդը, 25, 31 հոգի կապ չունի ինչքան, ես առաջնորդներից եմ լինելու, ես պատրաստ եմ միջև վերջ գնալու, որ այս նպատակը, այս ծրագրերը իրականանան, հետո գնամ միանգամից բիզնեսով զբաղվեմ, ես դրա համար եմ ասում 90 թվականից բիզնեսով եմ զբաղվելու եմ։ Դա իմ համար ազատության հնարավորություն է, քաղաքականությունը երբեք իմ համար անընդունելի է եղել, բայց ուզած հիմա մտել եմ այս դրա համար, որտեվ նայեք, եթե որտեղ հասկանում եք, որ կործանվում է երկիրը։ Այո, իրականում շատ ծանր իրավիճակ է, ես վախում եմ այդ բառերից տենց բաներ ասել։ Դե պետք է ասենք, որ մարդիկ հասկանան։ Գիտեք ոնց, հիմա կործանվելը վաղը չենք կործանվի, պարզ է։ Հիմա որ մեզ վախացնում են պատերազմ կլինի, եթե բանը չանենք, հռչակագիրը չանենք, սա սուտ է։ Նայեք, պատերազմը կապ չունի հռչակագրի, փոխենք թե չենք։ Եթե որոշեց Ալիևը հնարավորություն ունեցավ ամեն օր ամեն րոպե ինքը պատերազմ կանի, որտեվ այս 35 տարվա մեջ ինչ որ ատելություն իրանք մցրել են, մենք տենց բան չենք ունեցել իրականում։ Դպրոցական, այո։ Իսկ իրաց մոտ դպրոցական առաջի դասարանից այդ մցրածա, այն ասում են մոր կաթի այդ ամեն ինչը ատելություն ու չեն էլ մտածում որ ինչ որ մի բան փոխեն, եթե մի հատ ինչ որ տենց բան լիներ, հələ կարող է մտածել, հա կարող է ուզում են խաղաղություն, չեն ուզում ախպերամ։ Իրանք պրոստը չեն կարա այսօրվա դրությամբ Ամերիկան, Եվրոպան Ну մինչև այդ Պարսկաստանն էր, բայց Պարսկաստանը այսօր հասկանում ենք ինչ իրավիճակն է, վաղը կարա պատերազմ սկսի, իրականում հիմա էլ շատ բաներ է կատարվում Պարսկաստանի հետ։ Մինչև այդ Ռուսաստանի վրա ենք մենք հույսը դրել, դե հասկանալի է սա, մենք գիտենք արդեն ամեն ինչը։ Ամերիկան ու Եվրոպան այսօր կանխում են իրականում։ Այսինքն դեռևս կան իրանց, այո, պահում են ու Ալիևը ռիսկ չանի երբեք։
ուստեղ ուրիշ հաղ է գնում իրականում, եթե մի քիչ աշխարհաքաղաքական բանը նայենք, եթե թույլ է տալի մեզ ժամանակը, հա, այստեղ մի հատ sense բան է կատարում, նայեք, իրականում Իսրայելը ու Ադրբեջանը շատ մոտերիմ հարաբերությունների մեջ են այսօրվա դրությամբ, եւ ես վստահ եմ, որ Նետանյախուն համոզել է Ալիևին, ասել է, նայ, այս արևմտյան Ադրբեջան այդ խոսույթը որ իրանք բանը, դա այդքան մեր հետ չի կախված, ինչքան ավելի շատ Պարսկաստանի հետ է կապված։ Դա ճնշում է նաև Պարսկաստանի վրա իրական։ Ավելի շատ եւ խոսք է տվել Նետանյախուն, եթե իրանք կարողանան փոփոխություն անեն Պարսկաստանում եւ կառավարությունը բերեն Փեխլևին, որին իրանք արդեն պահում են Եվրոպայում շահի տղուն, այո, որ պահում են հեսա բերելու ենք, ենել չամադանները հավաքած sense ասած, պայուսակները չամադաններ ասենք, նստած ավրեն, որ սպասում է երբ են փոփոխելու, որ ինքը գա։ Այդ ժամանակ խոսք են տվել, որ այդ կտորը ադրբեջանական դու կստանաս։ Դրա համար է այսօր խնդրեմը Թուրքիայի ու Ադրբեջանի առաջվա պես չի, որովհետև այսօր ինչի է, չնայած ասենք Իսրայելի այդ Դոխայի Կատարին խփելու ժամանակ Ադրբեջանը ասեց, որ մենք համաձայն ենք ինչ-որ նոտա բանը թերթերում, բայց ոչ թե օֆիցիալ արտաքին գործերի նախարարության հայտնեցին իրենց ոչ համաձայնությունը այդ մոտեցան, բայց իրականում այսօր ամենաուժեղ պարտները Իսրայելն է, քան թե Թուրքիան։ Իսրայելը Թուրքիայի հետ մեծ խնդիրներ ունի ու կարող է այդ խնդիրները ավելի բարդ խորանալու են եւ Ադրբեջանը միանշանակ հիմա Իսրայելին ավելի շատ նայում եւ Նետանյախուն խոսք էր տվել հենց այդ ամեն ինչը, դրանից հետո խոսք էր տվել, ասել էր նայ Հեսա կտանեմ Տրամպի մոտ, Տրամպին կհամոզենք, խնդրենք, որ ախպերամ դու արի այս ստորագրությունը, բայց դու էլի քոնդ կանես։ Տրամպին ասել ենք, ախպերամ, քեզ ինչ տարբերություն, քեզ պետքա որ խաղաղություն լինի, այս ճանապարհը աշխատելու է այս ճանապարհը, կռիվ չի լինելու։ Պատերազմ չի լինելու այստեղ։ Բայց թող Ալիևը ինչքան կարա, սրանցից կորզի։ Ու այդ ինչ որ ինքը անում է։ Իսկ մեզ էլ Փաշինյանը ծախում է դա, որպես ինքը խաղաղություն է բերել։ Խաղաղությունը այսօր մեզ բերած են Եվրոպան ու Ամերիկան, իրականում, այսինքն մենք որ խաղանք այդ, ինչքան կտևի, դա հարց է։ Շատ մեծ հարց է, որովհետև դա արդեն կախված կլինի մեր սուբյեկտայությունից։ Եթե մենք կարողանանք, մենք ապացուցենք աշխարհին, որ մենք իրական ժողովրդավար երկիր ենք, որ մենք կարողանանք ապացուցենք, որ մենք են Բայց ես մի հարց ունեմ, եթե այս պահին Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրոպան կանգնած են մեր կողքին եւ գիտեք ոնց կանգնած են մեր կողքին չի, իրանք շահերի կողքին են կանգնած։ Հա, իրեն շահերի կողքին, բայց տեսնում են Փաշինյանի մեջ, որ այո, սա ժողովրդավար լիդերը ոնց են, այնքան են տենում, չէ, ժողովրդավարությունը իրանք մեզանից լավ գիտեն, թե ինչքանով է ինքը ժողովրդավար։ Այդ սա իրանք տենում են, էլի ասենք։ Ուրիշ բան, որ այսօր Փաշինյանը իրանք ձեռատալի, որովհետև ինքը հակառուսական ոնց որ այդ պոզիցիան է ցույց տալի, որ ես հակառուսական եմ, Սամվելին է Կարապետյան նստացնում, քանի որ Սամվելն էլ ոնց որ ռուսականն է, դրա համար լավ է, ձեն չենք անում, որ Սամվելին նստացնեն։ Ուրիշ վախտերներ հիմա գորոսները գցել են, չէ՞, որ ես ինչ ես անում, ինչ ես անում, դե ասում է սուկինսին, նаш սուկինսին, չէ՞, այդ մոտեցումն է։ Հիմա այս մոտեցումից եթե դուրս ես գալի, իսկ ինչ ընտրություն ունի ուրիշ արևմուտքը։ Ոչ մեկին այսօր դրությամբ չունի, որտեղ մնացած ուժերը իրականում ցախ ռուսական են։ Դե դրա համար է, իսկ եթե կա մի հատ ուժ, որը որ ոչ պրոռուսական է, ոչ պրոամերիկական, պրոհայկական է։ Պրոհայկական է։ Ձեռատալու։ Այս մարդիկ իրականում ձեռատալի, որտեղ այս մարդիկ հասկանում են, ժողովրդավարությունը լինում է մենակ այդ ձև, եթե դու պրո-կոպետական ես, ոչ թե ինչ-որ մեկի կողմ։ Իսկ ազգը չի կարող լինի պրո-սրան կամ մնամ բացի իր կողմ լինելուց։ Այ եթե դու կարողանում ես այդ ազգը դառնաս, որ դու պրոհայկական ես, եւ դրանից ելնելով դու կարող ես, այո, այսօրվա դրությամբ ասենք Պարսկաստանի հետ էլ նորմալ ես, Չինաստանի հետ էլ հարց չկա, դու նորմալ ես, բայց դու նորմալ լինելով հանդերձ, դու պետք է դառնաս ինքդ քո սուբյեկտ, որպես սուբյեկտ դառնաս, այս է ամենակարևորը։ Այդ ժողովրդավարությունը սուբյեկտություն է տալի քեզ։ Բացի դրանից քո ինստիտուտները, դու ինստիտուտ չունես, մի մարդուց խիչ չեն հասկանում արևմուտքը, սա կյանք իրանք են եղել այդ պատմության ընթացքում իրանք այդ փորձը ունեն, որ մի մարդով չի լինում ժողովրդավարություն, իրանք լավ պատկերացնում են, բայց հենց որ տենան որ հնարավորություն է ստեղծել Հայաստանը ինքը իր համար այս ինստիտուտները կառուցելու, որ իրական ժողովրդավարական ինստիտուտներն են, որը որ աշխատում են, ոչ թե դե յուրե, որը որ գրված է, ասենք, այդ 3 իշխանություն, ասենք, դա էլ է սուտ։ Մեր համար դա չպետք է տենց գրված լինի։ Մեր համար մենք պետք է ուրիշ ձև գրած լինենք։ Քանի որ մեր մոտ գրված է օրինակ մեր մոտ չէ սահմանադրությունը սկսում է
հայ ժողովուրդը ելնելով նրանից հռչակագրի վրա հիմնվելով ախպերով է հայ ժողովուրդը չկա մի հատ փակագից բաց չի որ հասկանանք հայ ժողովուրդը ով է ասենք մենք այդ մոտեցումներն ենք ճիշտ առաջարկում որ այդ մոտեցումը ճիշտ հասկացություն եւ ըստ ձեզ ով է հայ ժողովուրդը Հայաստանի քաղաքացին Հայաստանի քաղաքացին միանշանակ հայ ազգը դա արդեն ուրիշ նոր էթնոսը ուրիշ հարց է ազգությունը ուրիշ հարց է այդ սաղ տարբեր մոտեցումներ են ու ամեն ինչը պետք է հստակ մենք դրա իմաստները ձևակերպումները տանք որ մենք հայերեն խոսալով նույն լեզվով խոսանք իրար հետ մենք խոսում ենք հայերեն բայց տարբեր այսինքն մենք այն ինչ որ ասում ենք դիմացինը դա հասկանա միանշանակ հասկանա հասկանալը հասկանում ենք բայց կարող միանշանակ չլինի այո եկեք վերադառնանք ձեր շուներից մեկին պետական խորհուրդ ինչը դա ինչ է նշանակում ով է լինելու պետական խորհրդի անդամ եւ ինչ է տալու դա մեզ եկեք ասենք ինչը դա հա ուրեմն պետական խորհուրդը փաստորեն սահմանադրության մեջ պետքա փոփոխությունը կատարի որ բացի այդ 3 օղակներից կառավարման օրենսդիր դատական եւ գործադիրից բացի լինելու է 4-րդ օղակը հենց այդ պետխորհուրդը որը 3-ը քիչ էր եւս մեկը թե 3-ը անպայմաններ են որ մեզ գալիս է 300 տարի առաջ դեռ եւս Ջոն Լոկի կողմից տրամադրված այդ իշխանության կիսումը որ թագավորից առնեն իշխանությունը եւ կիսեն այդ մարմինների միջև անկախություն ավելի որ լինի հիմա դա այս վերջի 200 տարին արևմուտքում աշխատել է այդ մոտեցումը նորմալ աշխատել հիմա մեր մոտ մի քիչ մեր գաղափարը քանի որ post-սովետական sense հա մոտեցումները շատ էր, то есть մենք դրա փորձը չենք ունեցել այդ պետականության, որ մենք ընդունենք եւ այդտեղ շարունակեինք։ Հիմա մեր մոտ այստեղ սա աղավաղվեց։ Կուսակցությունները 100 տարեկան կուսակցություն չեն, որ դու իմանաս, այս կուսակցությունը խափում է, երբ որ ասում է։ Դե դաշնակները 100-ից ավել են։ Դե դաշնակների հետ էլ չենք շփվել մենք։ Մենք սովետական ժամանակ շփում չենք ունեցել, չենք իմանում, որ գա խափելու է, թե չի խափ։ Այդ հետո պարզեց, որ փաստորեն իրանք նրանց հետ համագործակցում են ու խափում են մեզ։ Հետո պարզեցին, չէ՞, 30 տարի առաջ 90-ականներին դաշնակներ եկան։ Փորձ չունենք, բան նոր այո, հա, դե սկսեցինք ում կա դաշտում դրանց ենք հավատում։ Այս հասկացանք, որ չէ, սա սուտ է։ Խափում են, բոլորը խափում են, եւ դրանից ելնելով ինչ պետք է լինի։ Դաշնակներով շեղեցիք մի հատ։ Պետական խորհուրդ։ Հա, պետական խորհրդի մասին որ։ Հիմա 4-րդ այս օղակը, եթե ստեղծվում է, սա տալու է մատ sense բան։ Ազգային ժողով ընտրված որևէ պատգամավորները կուսակցություններ, հələ որ համանրությամբ կուսակցություններ են, առանձին պատգամավորներ չունենք, մենք անկախ։ Կուսակցություններով են ընտրում կամ ասենք անկախը կարելի կուսակցությունով գա։ Հիմա այդ կուսակցությունները եկան ընտրվեցին, հավաքվեցին իրար գլուխ Միջև այսօր մեծամասնությունը կամ մի կուսակցություն ա եղել կամ յանի կոալիցիա, այնց ինչ որ։ Դե մեր մոտ sense կոալիցիա, ցավոք սրտի։ Հիմա ընտրում են իրանց վարչապետին, որ ասում է թագը դնում են գլխին ու ասում են դե մեզ տիրություն արա, շեֆ ջան։ Այս դեմը առնելու ձև մի հատ կա։ Так։ Նայեք, պատկերացրեք կիսա նախագահականը, երբ որ ընտրում էր մի հատ առանձին ազգային ժողով վարչապետը ընտրում, մի հատ էլ ժողովուրդը առանձին ընտրում է նախագահ։ Նախագահ ինստիտուտը մենք հանում ենք եւ իր տեղը բերում ենք ինստիտուտ պետխորհրդի։ Նախ եւ առաջ, երբ որ մի հատ նախագահ նա վարչապետը աշխատանք չի ունենան փաստը։ Դե փաստորեն հա բախտը չբերեց իրար։ Մի հատ նախագահ, մի հատ վարչապետ, որ կարան իրար հետ պայմանավորեն էլի մեկ մարդ դառնան ու իրար հետ էլի նույն ձևի շարունակեն, այստեղ անհնար է դառնում 9 հոգու հետ, հնարավոր է անհնար։ Պետխորհուրդը 9 հոգի։ 9 հոգի են։ Իմաստուններ են ովքեր են այդ մարդը։ Այդ ես կգամ դրան, դեռևս ասեմ ինչ անելու պետխորհուրդը, հետո կգանք դրան այդ իմաստունները ովքեր են։ Ուրեմն նախ եւ առաջ ընդեղ էլ օրինակ ես ընդեղ էլ չեմ կարող անում։ Ընդեղ մենակ այն մարդիկ ովքեր հայկական միակ քաղաք։ Հա, այսինքն պետք է ունենան հայկական ծնված օրվանից։ Ну, в принципе, երևի ես չէ, այդ ծմացողան չի, չէ, էական չի, ինքը կարա, այո, պետք է ունենա հայկական մեկ քաղաքացիություն։ Որովհետև մենք իրանք չունենք, նայեք, Սփյուռքի հարցն էլ է կարևոր, էլի, մենք շատ ժամանակ իսկ այս կառավարությունը ընդհանրապես Սփյուռքին դրեց գցեց մի կողմ, բայց Սփյուռքը մեր համար շատ կարևոր է եւ ճիշտ հարաբերությունները մեր եւ Սփյուռքի, հələ ավելին ասեմ, մենք մտածում ենք, որ կարելի է երկրորդ պալատը ստեղծել, որ ասենք Սփյուռքին էլ որպես խորհրդատվական ձայնով հրավիրել, որ իրանք ներկայացում ունենան, բայց դա շուտ է։ Պետական խորհուրդ։ Պետական խորհուրդը ինչ է անում։
Առաջինը, ինքը հնարավորություն ունենալու վարչապետի ամեն որոշումը վետո դնի։ Այսինքն ոչ թե անգամ ազգային ժողովը, այլ վարչապետի։ Հենց վարչապետի։ Ահա։ Նայեք, եթե ազգային ժողովը կարելու, հա։ եթե ազգային ժողովը օրենք ընդունեց, վետո օրենքի էլ։ Եթե հակաժողովրդավարական, հակապետական ինչ որ Այդ 9 հոգին են որոշում։ այդ 9 հոգին վետոյի իրավունք ունի։ Այո։ Այնտեղ ձև կա, ոնց կարա այդ վետոն, ասենք, ազգային ժողովի կողմից չեղարկվի, այդ մոտեցումները կան, բայց ընդհանուր մշակված, այո, բայց ես մոտ մշակված է այդ սխեմը։ Այո, սա մշակված է, մեր սահմանադրության մեջ փոփոխության համար արդեն պատրաստ ամեն։ Իմաստը էս է, որ պատկերացնեք, էլի հիմա մի քշերվա մեջ այդ որ տանում են տարբեր պետություններ ու ստորագրել են տալի, որ ստեից պետք է դուրս գաս մտնես ընդ, այտենց բան անհնար անելու։ Դա տալիս է մի հատ էլ հնարավորություն, ոչ թե դու մենակ այս պետխորհուրդը դառնում է ժողովրդի համար որպես անվտանգության բարձիկ, հա, ինքը պրինցիպի մի հատ է դառնում անվտանգության բարձիկ ու երաշխավոր հենց վարչապետի համար դրսի ուժերից։ Այսինքն վարչապետը կարող է գնալ Տրամպի մոտ, ասել, որ ես ոչինչ չեմ կարող ստորագրել։ Եթե Տրամպը իրան զորում ասում է պետք է ստորագրես, ասում հարց չկա, ստորագրեմ։ Ստորագրեմ, բայց պետական խորհուրդը կարող է կամ անենց բան առաջարկեք, որ տրամաբանական լինի, որ նրանք էլ ընդունեն։ Հա։ Կամ կարամ ստորագրեմ, հետո իրանք հետ կանեն այդ ստորագրությունը։ Նրանք էլ իսկ նրանք ազգի հետ ինչքան կապ ունեն այդ այս 9 հոգին ժողովրդի հետ, հա։ Հիմա եկեք այս հասկանանք։ Նայեք, օրինակ Այսինքն ամենակարևորը որ վետո է կարողանում։ Այո, այդ ամենակարևոր հարցերից է, այնտեղ հարցեր կա, որ իրար լիազորության մեջ անելու այն ինչ որ նախագահան օրինակ այսօր ունի, այդտենց բաներ արարողական, ինչ որ բաներ դեսպաններ ընդունել։ Այդ 9 հոգուց ամեն մեկը յուրաքանչյուրը տարին մեկ դառնալու է նախագահի ոնց որ գործակատար։ Հասկացա։ Այսենց, նո բայց այդ երկրորդական գլխավոր հարցը է, վետոյի հարցն է, պլյուս գլխավոր դատախազ նշանակել, ասենք հակակոռուպցիոն բան Ինչ է տալու գլխավոր Իսկ օրինակ ԱԱՑ-ի տնօրենին ով է նշանակել։ Էլիկի պետխորհուրդն է նշանակել Պաշտպանության նախարարին վարչապետը։ Հա։ Կիսված է։ Անոնց է կիսված։ Ուժային բլոկները կիսված է։ Իսկ մեկուսին նժարը աշխատում։ Այո, բալանսավորի, որ չկարանան սրանք սրանց վրա աշխատեն, դեմ սրանք նրանց դեմ աշխատեն։ Այսինքն ուզած պետք է Ուզածից օրենքով պետք է սաղ ապրեն, մտածեն ժողովրդի մասին։ Այնքան են ուղեղից մեջ այդ վատ բանը։ Ուզում եմ ասել ուզած պետք է իրար հետ պայմանավորվեն։ Դե այդ Էլի աղավաղված է, Բայց պայմանավորեն, եթե լավ իմաստ։ Այո, պետք է պայմանավորեն, որ ոնց անեն, որ մեր ժողովուրդը լավ լինի, հա։ Էս է մոտեցումը։ Հիմա այդ պետխորհուրդ ովքեր են այդ 9 հոգին, որտեղից են ծնվում, ոնց են դրանց հայտ-հայտում, այդ 9 հոգում։ Ուրեմն սենց է, շատ դժվար հարց էր իրականում, հասկանալ թե ոնց պետք է ճիշտ ձևավորումը գնա, հա, որ հարցեր չառաջանան։ Ով է ընտրում, ով է նշանակում։ Հիմա ես ձեզ ներկայացնեմ, ուրեմն նայեք, մենք մի հատ բան հասկացանք, որ մեր հասարակության մեջ շատ մարդիկ կան, չտեսնված բանականության տեր, բարձր բարոյականության տեր, մտավորական կլնեն, գիտնական կլնեն, կապ չունի, ասենք կրթություն լավ ստացած մարդիկ, որոնք որ պրինցիպի պատրաստ են մասնակցել պետականաշինության գործի մեջ, հա, բայց իրանք անտեսված են։ Ինչի պատճառով, որովհետև իրանք պասիոնար չեն։ Իրանց մեջ այդ կառուցվածքը չկա, հա, այդ էներգետիկ կառուցվածքը, որ իրանք ասենք գնան, պայքարեն, հանդիպեն, խոսան, ասենք գնան իշխանության Իշխանության կարող է ինքը կուզենար գնար, բայց գիտես ոնց լավություն որպես ինքը աշխատի օգուտ բերի պետությանը։ Ոչ թե գնա իշխանության, որ ինչ-որ մի լծակ տիրապետի, որ մի բան մեջտեղ, չէ, այդ մարդիկ իրականում մենք ունենք, ես մեր շրջապատում, ձեր շրջապատում չի կարող պատահի դուք այդպես մարդկանց հանդիպած չունեք։ Բայց դա այդ խոսքը կա, այդ Գումիլովի ասած ոչ պասիոնար մարդիկ։ Այո, Լև Գումիլովին եւս մեկ անգամ հիշեցինք։ Այո, եւ այստեղ ինչն է առաջանում, որ այս մարդկանց հնարավորություն պետք է տարածի, որ իրանք էլ ինչ որ ճանապարհ ունենան, գալու հասնելու այդ պետականաշինությանը մասնակցելու բանում։ Եվ այստեղ այդ միտքը ծագեց, որ պետք է լինի այդ ինստիտուտը, այդ էլ սահմանադրության մեջ պետք է սահմանադրորեն ընդունված լինի, լինելու է ինստիտուտ դա արդեն համալսարան չի, որպես կառույց, սիստեմա է ինքը լինելու, որտեղ հնարավորություն է տալու թե կուսակցական, թե ոչ կուսակցական, ասենք մարդիկ համալսարանը ավարտելուց հետո գալիս են այդտեղ ակումբներ է, հետազոտական կենտրոններ է, think tank-եր է, եւ
ինքնա զարգացման հնարավորություն է տալացվելու այնտեղ, որ մարդիկ, ասենք, այդ արժեքների հետ կապված հարցերին ավելի լուրջ, ավելի տրամաբանորեն պատկերացումը ունենան, ու դա լինի հենց մեր պարագայում, մեր ազգի հետ կապված ամեն ինչ, թե մշակույթի հետ կապված պետք է լինի, այս ամեն ինչը պետք է համապարփակ լինի, դա մոտ ապագայի մասին է խոսքը, 20 տարի ժամանակ է պետք որ այդ մարդիկ աճեն, թե հիմա էլ չէ, հիմա այդ մարդիկ կան, բայց սրանց պետք է հենց այդ դու միջավայրը տաս։ Հիմա այդ եմ ուզում, հիմա օրինակ կարող 3 հոգու անուն ասել, որ դե ես կտայի, բայց ես իրավունք չունեմ, որտեղ գիտեք ոնց մենք պատկերացնում ենք ինչ ձևի մարդիկ պետք է լինեն Իսկ ով ընտրելու։ Ես չէ, նայեք, ընտրելը այս հենց էսա։ Այս մարդիկ մենք երբ որ գնում ենք ընտրության, այ մենք մեր շարժումով, մենք համախմբելու ենք, խենք հենց շարժում, ոչ թե կուսակցություն ներկայացրեցի։ Հիմա այդ շարժումը դառնալու է դաշինք։ Ահա։ Այդ դաշինքը կոալիցիա։ Այդ կոալիցիայում լինելու են տարբեր կուսակցություններ, տարբեր անձինք։ Այդ բոլորը ոչ կուսակցական շատ մարդիկ են լինում, այդ դաշինքով մենք գնալու ենք ազգային ժողով, մեծամասնությունը լինենք ազգային ժողովի, ընտրելու ենք մեր վարչապետի թեկնածուն այս մոտակա մինչև սեպտեմբերի վերջ մենք ներկայացնելու ենք մեր վարչապետի թեկնածուին, ով է լինելու։ Մի հոգի է։ Այո, վարչապետի թեկնածուն մեր կողմից լինելու է մի հոգի։ Եվ այստեղ է հենց էլի վստահության հարց, մենք պետք է ամենից մարդու թեկնածությունը ներկայացնենք, ով որ իր պատմությունով, իր անցյալով մաքուր որակով մարդ է, որ մարդիկ արդեն վստահություն ունի։ Որտեվ նայեք, էլի մենք ասում ենք անվտանգության մասին, օրինակ Փաշինյանը երեք լեգիտիմություններ ասում, այդ լեգիտիմություն պետք է լինի, որ անվտանգ լինենք, որ խաղաղ լինենք, եթե չեք լսել։ Իմ ուղեղս կախում է։ Հա, ուրեմն շատ դժվար է լսել իրականում, բայց ամեն դեպքում գիտեք ոնց ամենակարևոր մեր անվտանգության հարցը այդ երբ որ համախմբված է լինելու մեր ժողովուրդը։ Եթե մեր ժողովուրդը իսկ երբ կարա համախմբված իրար միշտ երբ որ չուտենք ամեն ինչի համախմբված այդ նշանակում է իրար միշտ չենք ուտում երբ կարա ներդաշնակ ու համախմբված են մենակ մի դեպքում երբ որ ինքը վստահի կառավարությունը երբ որ կառավարությանն ես վստահում դու ուրեմն վստահում ես քո պետությանը Միջև այսօր մեր պետությունը մենք նայել ենք որպես թշնամի որը որ քեզանից ինչ որ բան է տանելու ինչ որ մի հատ վատ բան քեզ պետք է անի այդ պետություն հասկացությունը թշնամի է Մեր յետագիտակցորեն ես չեմ ասում իմ ուղղեր մոտ։ Այո, բայց այս բանը պետք է փոխ, միջով մենք այդ չփոխեցինք, մենք անվտանգ չենք լինելու։ Մեր անվտանգությունը Այսինքն մեր արտաքին անվտանգությունը նաև կապված է դրա հետ։ Միանշանակ առաջնահերթն է հենց այդ։ Եթե ժողովուրդը համախմբված է ու եթե ժողովուրդը վստահում է իր կառավարությանը, այն կառավարիչներն ովքեր որ ծառայություն են մատուցում իրան։ Այո։ Այ երբ որ այդ վստահությունը կնի, մենք ամենաամոթանք երկրներից մեկը կդառնանք։ Դա ամենակարևոր հարցերից է։ Շատ բարի։ Ես վերադառնամ նորից, այդ չհասկացա, պետական ովքեր եւ ոնց են հասնում դե։ Հիմա նայեք, այս մարդիկ, ասենք, մենք գնալու ենք ընտրության 26 թվականին։ Ընտրությունները գրեցիք։ Չէ, մինչև կրելը։ Մենք ներկայացնելու ենք այս մեր ծրագիրները։ Մենք ներկայացնել ենք ու բացատրելու ենք, թե ոնց ենք անելու այս ամեն ինչը, այդ մեր 3 կետով։ Ինչ հարցեր ենք լուծում ու ոնց ենք այդ հարցերը լուծելու դրա հետ միասին մենք ներկայացնելու ենք ցուցակ 31 հոգուց այդ ինստիտուտի հոգեբարձուների խորհուրդ է կոչում այդ ինստիտուտը որ ձեզ ասում եմ որը որ համանadrության մեջ նույնպես նշվելու է Այդ 31 հոկանոց ցուցակը մենք ներկայացնելու ենք ժողովրդին, ասել ենք ժողովուրդ ջան, եթե դուք մեզ ընտրեք, այ մենք այս 31 հոգուն նշանակելու ենք հոգեբարձուների խորհուրդ։ Իսկ այդ թվերը ինչ որ սակրալ են 9:30։ Գիտեք ոնց, տես թվերի մեջ սակրալություն չկա, բայց հաշվարկ կա, որը որ ամենահարմար մոտեցումն է, որ դառնա շատ բյուրոկրատ, ու մյուս կողմից էլ ասենք ինչքան շատ մարդ ներգրաված լինի, այնքան ավելի հասկացա։ Հա։ Հիմա այստեղ այդ 31 հոկանոց ասենք ցուցակով մենք գնում ենք ընտրությունների եւ ասում ենք Ժորժ ջան, եթե դուք մեզ տակ ձայնը ու մեր շարժումը հաղթի, այս 31 հոգին կդառնան ինստիտուտի հոգեբարձուների խորհուրդը, որոնք որ սկսելու են այդ ամեն ինչ ինստիտուտի աշխատանքը ձևավորել այդ ինչ որ միջև է ասում, հա, այդ ինքնորոշման մոտեցումը ձևակերպել, աշխատանքներ, բայց այդ 31 հոգին Կարան լինեն մի քանի քաղաք։ Օրինակ ես այդ հոգեբարձուների խորհրդում կարամ լինեմ, ասենք թե չնայած կարող է տեղել չնեմ, բայց այդտեղ կարամ լինեմ։ Ու ինքը իրանով բան չի տալի, ասենք ես լինելով 31-ի մեջ, ասենք ունեմ 3 քաղաքացիություն, այնտեղ լինում եմ, որտեղ ես ինչ-որ նա ճուղ կա այդ ինստիտուտում, որ կարամ ասենք օգնեմ, որ մարդիկ սովորացնեմ կամ ինչ-որ գիտական աշխատանքների մեջ մասնակցեմ։ Հիմա Սփյուռքից էլ է էլի մարդ լինելու, ասենք մի 3-ից 5 հոգի Սփյուռքից են լինելու։ Ոչ Հայաստանի քաղաքացի։
Չէ։ Նաև Հայաստան։ Նաև Հայաստանի քաղաքացի։ Չնայած ձեզ էլի ասեմ, ես կողմնակից էի, որ կարա ոչ էլ լինի, բայց դե մերոնք քննարկեցին մեծամասնությամբ, որ չէ, անպայման նաև պետք է լինի, հա։ Հիմա մնացած 27-ը օրինակ պետք է լինեն բան համ։ Հիմա այդ 27 հոգուց այն մարդիկ, ովքեր ունեն մենակ Հայաստանի քաղաքացիություն, իրար մեջ իրանք ընտրություն են կատարում։ Ով է լինելու այդ 9 հոգին։ Իրանք ընտրում են այդ 9 հոգու թեկնածությունը եւ ներկայացնում են ազգային ժողովին։ Այդտեղ էլ է ազգային ժողովը հաստատելու է։ Հետո նայեք, իսկ այդ դեպքում չենք վախում, որ էլի միապետությունը գալու է։ Չէ, նայեք, ուրեմն այդ 9 հոգում, որ իրանք իրար մեջ ընտրեցին, այդ լավագույնների ցուցակ, sense ասենք, հա, տարբեր կրիտերիաներ կա, իմաստունների, այո։ Հիմա այդ իրանք իրար մեջ ընտրեցին 9 հոգին։ Առաջի 3-ը 3 տարով են լինելու, երկրորդ 3-ը 6 տարի են փաստորեն լինելու, վերջի 3-ը 9 տարի են լինելու։ Դրանից հետո 9 տարով են իրանք մնալու։ Բայց ամեն 3 տարին մեկ 3 հոգի փոխվելու է, այսինքն ռոտացիա է ենթարկվելու, եւ այդ 3 հոգուն ամեն 3 տարին մեկ 3 հոգուն մի հոգի փաստորեն ազգային ժողովը պետք է հաստատի։ Այնտեղ պրոցեդուրա կա, թե ոնց է լինում, եթե չի հաստատում, ասենք նոր թեկնածու են տալի, եթե դա չհաստատեց, հանձնաժողով է երկու կողմանի ստեղծում, այդ հանձնաժողովն է իրար հետ որոշում, թե նախ եւ առաջ հասկանում են ինչու չէ, այո, այդ ամեն ինչը սա պրոցեդուրաները մշակված է եւ վերջը ոնց է լուծումը կարելի, դրա ամեն ինչը կա։ Դե հուսանք, որ այդ պետական խորհուրդը իսկապես կլինի այն խորհուրդը, որի մասին դուք մեր երազած խորհուրդը եւ իսկապես մարդիկ կգան եւ կաշխատեն ոչ թե գումարի համար, ոչ թե աթոռի համար կամ մեքենաների համար հարմարավետ, այլ իսկապես ազգի համար։ Հիմա եւս մեկ շատ կարեւոր բան, որի մասին դուք խոսեցիք, անվտանգությունը պլյուս-մինուս ես մոտավորապես հասկանում եմ եւ իսկապես համաձայն եմ ձեր հետ, որ ամենակարևորը, որ մենք իրար միս չկրծենք, իրար սիրենք, իրար հարգենք, իրար չհայհոյենք ամեն բանի համար, թատրոնից սկսած արտաքին աշխարհով ավարտված։ Պետական խորհուրդներ հասկացա։ Հիմա թվային պետություն։ Ինչ է դա թվային պետությունը։ Նամանավանդ, որ հիմա այս վերջերս իմացանք, որ Ալբանիան արդեն ունի նախարար։ Ալբանիան դուք ասում եք մեզ թե չէ, նրա իսկական Ալբանիան, ոչ Ալբանիան, սարկազմով եք ասում։ Դոնալդ Ֆրեդովիչի Ալբանիան չէ, իսկական Ալբանիայում կա նախարար, որը որ զբաղվում է պետ գնումներով եւ այդ պետ նախարարը, պետ գնումների նախարարը դա AI է, այսինքն արհեստական բանականություն։ Եվ համակարգիչ է, էլի։ Այո, եւ Ճապոնիայում երիտասարդ կուսակցությունն է, որը որ ջախջախիչ պարտություն ուրեմն կրեց Տոկիոյի ընտրությունների եւ իրենց պարլամենտի ընտրությունների, այնտեղ ընտրվեց նոր ղեկավար, 25 տարեկան երիտասարդ, որը որ այդ ոլորտի մասնագետ է, եւ հիմա իրենց կուսակցությունը նորից գլխավորում է AI, այսինքն արհեստական բանականությունը։ Եւ այդ ամենը հասկանալով ես մտածում եմ, որ այսօր եթերում եմ ասել, որ միգուցե մեր երկրում էլ է պետք մի քանի նախարար փոխել, դար AI-ի վրա, նախ աշխատավարձ չեն ուզի, մեքենա չեն ուզի, հոսանքի փող պիտի տանք մենակ, կոպիտ ասած։ Հիմա ինչ է ըստ ձեզ այդ թվային կառավարությունը, թվային պետությունը։ Հիմա ուրեմն նախ եւ առաջ AI-ի հետ կապված մի հատ ասեմ, մեր մոտ իմ գործընկերները իրանք արդեն մի 5 տարի է այդ հիմքերում են կանգնած եղել այդ համապարփակ անվտանգության համակարգի Հայաստանում, այո, եւ շատ բաներ առաջարկել են Փաշինյանին, որից մի մասը իրականում այս մարդը օգտագործում է, ինչ որ ես հիմա որ խոսքա տվե տարի ու կես կլինի, այդ իմ մեր գործընկերների առաջարկով է այդ ամեն ինչը, մի հատ այսպես մեծ գործ է։ Տարի ու կես ծառայության մասին է խոսքը։ Դրա մասին ընդ էլի հարցեր կա, որ պետքա լինի այդ համապարփակի մեջ, հա, բայց դրանից ախր ինքը մի մասը անում է, մյուս մասը չի անում։ Օրինակ այդ տարի ու կեսի հետ միասին տարածքային ինքնապաշտպանության հարցերը կա, որ պետքա իրար հետ լուծվի, բայց զուգահեռ պետքա լինի, որտեղ դու երբ որ ես մի հարց լուծում ես, սահմանները մնալու է դատարկ, այնտեղ անեցա ներկայացած, որ պետքա սա անես, բայց սրա հետ միասին այս մի հարցն լուծես։ Իսկ ինքը քանի որ դա պոպուլիստական քայլ է, որ ընտրություններից առաջ ծնողները կասեն, այս ինչ լավ է, հա, նախընտրական քայլ է, որ մեր երեխեքը քիչ կծառայեն, դրա համար այդ թեզը գցել են մեջտեղ, համապարփակից այդ մի մասով եկալ են գցել են մեջտեղ։ Իսկ մեր մոտ դա իրականում համապարփակ է։ Հիմա
Թվային պետություն եւ թվային պետության, չէ, այդ AI-ի բանը։ Ահա, AI-ի։ AI-ի, փաստորեն արհեստական բանականության, մենք հա էդ էլ ասեմ, այդ մենք ենք բանարը, արհեստական բանականություն AB, չէ։ Մենք ասում ենք թող ներող լինեն բոլոր աբոները, ալբերտները, մենք իրան ասում ենք աբոնա։ Հիմա Ռուսաստանում Ալիսայա, Ֆիրինա, այս մերը աբոնա։ Ինչու ոչ։ Հա։ Ուրեմն այդ աբոյի մոտեցումը հենց համապարփակի մեջ էլի մտնում է այն առումով, որ մենք պետքա մեր անվտանգության հենց համար մենք զարգացնենք մեր ազգային AI-ը։ Սա շատ կարևոր է։ Ու հենց այդ թվային պետության մեր առաջարկը նույն ձև խենք մենք հիմա ուզում արագ մենք անենք, քանի որ նայեք, պատերազմը գնում իրական պատերազմը Ամերիկայի ու Չինաստանի միջև է։ Գլոբալ։ Այն մնացած անցյալներ են։ Այն մնացածը շուկաներ են, որոնք կիսում են այս երկու գերպետությունները իրական։ Շուկաների կիսումն է, այն մնացած պատերազմը շուկաների կիսելն է։ Սրանք երկուսը տեխնոլոգիական իրական պատերազմի մեջ են։ Չինաստանը ահագին հետ է բարձր տեխնոլոգիաների, ստեղ 6 նանոմետրի մասին են խոսում չիպերի, ստեղ արդեն երրորդին են ասել։ Հիմա Ամերիկան ուզում է հետ բերի իր արտադրությունները Ամերիկա, ինչի համար, ոչ թե նրա համար։ Հա, ոչ թե Չինաստանից մենակ, այլ սա աշխարհից բերում այնտեղ, որ ինքը փագի, որ այդ տեխնոլոգիաները Չինաստանը չկարանա տիրապետի, այո։ Եվ այստեղ է սա պատերազմը, այդում։ Հիմա այս պատերազմում ես կոչում եմ դա պրինցիպի դա տեխնոլոգիական կոլոնիալիզմի դարագալի։ Դա նշանակում է, որ կլինեն տեխնոլոգիական գիգանտներ, գերպետություններ կամ կորպորացիաներ։ Չէ, պետություններ են լինելու, որովհետև գիտեք ոնց, ի տարբերություն մեծ, այդ պետություններում կան խորին այդ պետությունների ինստիտուտները, որոնք կառավարում են։ Իրանք առաջ են տալի ինչ-որ կորպորացիաներին ցույց են տալի, բայց այդ կորպորացիաները կառավարվում են։ Այո, deep state-ներն են։ Իրականում ինստիտուտներ, deep state-ին չենք ասում, դա ինստիտուտներ են։ Այդ պետական ինստիտուտներ են, որոնք իրանց ազգի ապագայի մասին են մտածում, որ պլանավորում են։ Ազգի թե երկրի։ Երկրի ազգի Ամերիկայի դեպքում օրինակ իրանց մոտ ազգը դա քաղաքական մոտեցում, դա ազգություն չի, то есть մենք ազգությունը չվեկանենք, էլի, որտեվ մեր մոտեցումն էլ այդ հետո խոսենք այդ տարբերությունների մասին։ Հիմա այստեղ ինչն է գալիս։ Եթե դու կարողանում ես այդ տեխնոլոգիաների մեջ մասնակցես ու ինչ որ ներդրումներ ունենաս այդ բանի մեջ, դու կարաս դառնաս իրանց գործընկեր։ Դու երկու հատ ճանապարհ ունես, դու կամ դառնում ես իրանց գաղութ, կոլոնիա, հա, տեխնոլոգիական կոլոնիալիզմի կոլոնիան ես կամ դառնում ես գործընկեր, պարտներ։ Հիմա մենք էս Ամերիկայի ու Չինաստանի արանքը էս Չէ, դու հիմա նայեք, ես ասացի, չէ, շուկաներ է, այս երկու շուկա են կիսում։ Աշխարհը կիսելու է այդ երկու շուկայի։ Հիմա Ռուսաստանի այդ պատերազմները, որ պատկերացնեք, այնա թե ով քաշի իրայան Ռուսաստանը, ասենք, վերջը։ Էս էլ է դրա հետ կապված, որտեղ այնտեղ կապված է ոչ թե մենակ մեծությունից, քանակությունից մարդկանց, այլ նաև ընդերքից է կախված, թե ինչքան ընդերք կա։ Այդ սա այդ պատերազմներն է, որ պատկերացնենք։ Հիմա իրանք իրար մեջ այդ շուկաները վերջով ինչ որ ձև կիսեն ու ըստ նրա թե դու ինչ վիճակի մեջ ես, քեզ քաշեն կամ այս կողմ կամ այն կողմ կանգնես։ Այսինքն դու կլնես կամ ստրուկ կամ կաշխատես եւ աշխատավարձ կստանաս։ Չէ։ Նայ, ստրուկը, իրանք նայեք, ստրուկը չի լինելու այն վաղվա ստրկությունը։ Այդ որ կոլոնիա ասում եմ, չի լինելու, որ քեզ աշխատացնել են փող չեն տալու, չէ։ Հիմա աշխարհը մեկը գալիս է նրան, որ այն մարդիկ, հիմա Եվրոպայում արդեն կա մի քանի երկիր, որտեղ որ դու կարաս չաշխատես, բայց դու մինիմալ այդ բազային աշխատավարձը կստանաս։ Մենք էլ ենք գալու դրան։ Բայց եթե դու լինես այդպես, ասենք 10 տարի հետո Հայաստանը կայուն է, ունի մինիմալ բազովի աշխատավարձ, то есть մարդ կարա չաշխատի, բայց $500 ասենք իր ամսական ստանա, հա։ Ինչ պետք է անի այդ մարդ։ Օրինակ տենց էքսպերիմենտ 200 տարի առաջ Անգլիայում էին անցկացրել, մի հատ գյուղ էին վեկալել, ու փորձել էին, ասենք, այդ գյուղը շատ վատ բան էր, բարոյական վիճակ էր, հարբեցողություն, այդ պոռնիկություն, ես ինչ վիճակներ էր, ասեն լավ, եթե հիմա սրանց այս մարդկանց վեկանենք, տարեկան, դեմախ տարեկան էին տալի, ասենք, չեմ հիշում այսօր թիվը 20 ֆունտ տալիս ենք փող ամեն մեկին։ Մի հատ հասկանանք ինչ է կատարվելու այս մարդկանցը։ Ուրեմն 1 տարի, 2, 3 տարի, ամբողջ սրանք տեսան, որ այս մարդիկ ուրեմն վերջացեցին խմելը, այդ պոռնկությունը վերջացավ, հակառակ ընտանիքներ են ձևավորում, երեխեքին են հետում,
ավելի մաքուր ձև են ապրում, то есть իրանց են հետևում, իրանց հիգիենան, լավացում։ Այն վաղտը իրանց արիստոկրատիան հասկացավ, որ սա մեծ խնդրեմ է իրանց համար։ Որտեվ այս մարդիկ քանի որ փող ունեն, բան ունեն, սկսեցին իրանց հետևել, իրանց բան անելը, ու սրանք իրական խնդրեմ են իրանց առաջացնել, որտեվ միջին խավ է ձևավորվում, որակով միջին խավ։ Մարդիկ սկսում են մտածել, իսկ խե այս բանը սենց, ոչ թե սենց։ Այն ուտելու երբ որ խնդրեմը չունի մարդ, սկսում է մտածել ազատությունների մասին, գաղափարների, էքսպերիմենտը, ասեցին վերադառնում ենք հնի։ Բան էր, հուշտ գախնի դարավ։ Ոչ ցույցտան ոչ մեկ չիմանա որ իրականում ինչ է մարդը անում, երբ որ նորմալ վիճակ։ Դրա համար ասում եմ, որ Հայաստանը կգա կհասնի այն վիճակին, որ արդեն որակով այդ $500 մարդ կստանա, ինքը կարա հասարակական աշխատանքներ ինչ որ անի, որտեղ անգործ չես նստելու տանը, ինչ որ բանով պետք է զբաղվես, չէ՞ գնում ես մարդկանց ես օգնում։ Ծառետես, ջրես, այդպես է նորմալ ալնելու, էլի ամոթ չինելու։ 500-ը քիչ է, բայց երևի 1500-ը։ Դե չգիտեմ, հիմա ես մոտավորապես եմ ասում, այդ թվերը մեր պարագայում մենք գիտենք ոնց է ալնելու, բայց հիմա չեմ ուզում թվերի մասին խոսենք։ Հիմա թվային այդ պետության որակը ինչ է անում, նայեք, դուք պատկերացրեք, որ կա կենտրոնական բանկ, ու ինքը ունի թվային ռեեստրը, թվային դրամի։ Կանխիկ դրամ չկա մեր պետության մեջ, պատկերացրեք։ Այդ թվային դրամը CBDC-ա կոչվում, Central Bank Digital Currency, ուրեմն հիմա ոնց է դուք ձեր քարտը վճարում եք։ Այո։ Ну, принципнալ է, պրոստը կարող է քարտել չլինի, հələ մի 5 տարի հետո, ասենք ձեռքն եք ձեր դնում կամ աչքի մեջ նայում, անգամից ինքը հասկանում է, որ դուք եք ձեր հաշիվը ձեր աչքի մեջ է կամ չիպ չի։ Չիպ չի։ Չվախենալ, որ ձեռը մեջ է, կարդաց, սարքավորումը ու անգամից փոխանցումը տարեցին, բան արեցին։ Սա ընդունված մեխանիզմ է, ու իմ թիմերից մեկը մենք տեղեկատվական տեխնոլոգիաների մեջ եմ վերջի 17 տարին ու գյուտեր ունեմ, մոտ 44 հատ պատենտ ունեմ այդ ամեն ինչի մեջ, դրա համար լավ պատկերացնում եմ, մենք աշխատում ենք MIT-ի հետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի հետ, ուրեմն պատվերող Լոնդոնի կենտրոնական բանկն էր եւ Բոստոնի Federal Reserve-ը, այն վաղտը իրանք այդ փորձերն էին ուզում անեն, տենային ոնց է լինել, ոնց է։ Հիմա իրանց մոտ բոլորի մոտ պատրաստ է իրականում այդ ամեն ինչը։ Եվ այդ կարող է աշխատել Հայաստանում։ Հիմա նայեք, բացի դրանից, հիմա մենք առաջարկում ենք ավելի նոր մոտեցում, որ իրանք էլ չունեն այդ մոտեցումը դեռևս։ Իսկ ներողություն այդ որ իրանց համար արել եք այդ ռազրաբոտկան դա։ Մենք իրանց համար ռազրաբոտկա, մենք հետազոտություններ ենք իրար։ Որտեվ կարող է պատենտ ունեն, ասեն։ Չէ, պատենտը մենք ունենք, կակաս այդ ձեզ ավելին ասեմ։ Այդ պատենտը հենց որ մենք ունենք, այդ նոր մոտեցումն է, որը որ իրանց մոտ հələ ընդունվում, բայց իրանց մոտ են կարե պատենտը, դա էլ ասեմ։ Հիմա այնտեղ ի՞նչն է իմաստը։ Երկրորդ ռեեստրն է ալնում, ապրանքների ու ծառայությունների։ Հիմա այդ երկու ռեեստրը, երբ որ իրար հետ կապնված են, ուղակի կապի մեջ են։ Ստացվում է մի բան։ Եթե քո պետության մեջ մի հատ ապրանք կա, որ ռեեստրի մեջ գրված չի, կամ ծառայություն, որ գրված չի, փողը չի փոխանցվում։ Այսինքն եթե դու ուզում ես կաշառք տաս, մեջը չկա, չէ՞, կաշառք ռեեստրի մեջ, ուրեմն չես կարա փոխանցես։ Դու ոնց կարաս կաշառ։ Եթե ես ասում եմ, ես այս բանն եմ ուզում առնեմ, դու իր համար առնում ես, հետո տանում ես իրան տալիս ես, ինչ-որ տես ձևեր կարելի է գտնել կաշառքի, հա։ Բայց դե հիմա դու մի անգամ տարարտվեցիր այդ մարդուն գնացիր, այս մարդը ստացավ։ Այս ապրանքը, բայց արդեն իրանը չի։ Այն ով որ առավ իրանն է այդ ապրանքը, որտեվ թվային դրամը, երևում է դու ինչ առար, այս քո բաժակը առար, այս բաժակը արդեն քո անունով է։ Դու վաղը այս բաժակը ուզենաս ծախես, դու պետք է ցույց տաս, որտեղից ես առել այս բաժակը։ Դա շատ հետաքրքիր բան է առաջ։ Կոռուպցիայի դեմ պայքարի ձև է նաև։ Ամենալավ ձևն է։ Երկրորդ, ինչի դեմ ես, դու թմրամոլության դեմ ես պայքարում նրանով։ Այդ թմրանյութը ծախելու համար պետք է փող, չէ՞, գումար չես կարող փոխանցես, չի լինում։ Ինչ կարողանան, էլի գնան տնից ինչ որ բան գողանան, չէ՞, թմրամոլները, բերեն փոխանակեն, տենց վեկալեն։ Քանի հատ պետք է այդ դիլերը ծախի տելևիզորի դեմ ոսկի կամ բան, հետո այդ պետքա ծախի այդ անտերը, չի ծախվելու, իր մոտ էլ չի ծախվելու։ Այսինքն Երևանը որ իր տելևիզորը չի։ Նախ եւ առաջ ու հնարավորություն էլ չի լինելու, որ եթե քոնը չի, դու չես կարա ծախես։ Այս է հարցը։ Հիմա պարզա հարուստ թմրամոլները կեթան դրսից կառնեն, իրանց համար կբերեն, մեկ-մեկ կբռնվեն, կնստեն, մեկ-մեկ չեն բռնվի, չեն նստի։ Բայց մասսայականը 95%-ով դու այդ հարցի լուծումը փակում ես։ Խաղամոլություն հարցն ես լուծում դրանով։ Ասենք եթե որոշ Այսինքն ռեեստրում չի լինելու դա։ Ինչը։ Կազինոն չի լինելու։ Չէ, դե հիմա այս հարցը։ Մենք կողմնակից ենք, որ կազինոն չլինի
реестрում այդ խաղերը չլինեն։ Դու կազինո կարաս անես, օրինակ թողես Հայաստանում կազինոներ մնա, լայվ կազինոները, որոնք որ ասենք $50-ից պակաս չպետք լինի դրույթը, հա, որ հասարակ մարդը չմտնի աղա, էսա կարևոր, որտեղ հարուստ մարդը գետա այնտեղ կաղա, դե թող ստեղ աղա, խիր է զուրտեղը մարդը ուրիշ թե փողերը ծախսի, թող ստե ծախսի, եթե պետք է հաղա։ Իսկ հասարակ մարդը, նորմալ մարդը, այսինքն այն որ տարապում է դրա համար կամ իր այո, ընտանիքը ավելի շատ ընտանիքներն են տարապում այդ իրանց պատճառով։ Ես ներողություն խնդրում, այդ ինչ որ ասում եք, ամենաշատը դուրս եկավ, այն երկուսի տարբերակը մի քիչ էր հասկանալի, սա ավելի ռեալ է եւ շոշափելի։ Ինչքան ժամանակ է պետք, որ այդ ամեն ինչը սկսի աշխատել։ Նայեք, սա չի լինի միանգամից։ Պարզ է այդ ռեստորանները, գումարները, դուզգա, շրջանառությունը պրոյեկտում սենց է, 2 տարվանից մենք արդեն կսկսենք, երկրորդ տարվանից կսկսենք էտապ ներդնել, կսկսվի ծառայություններից ու 3-4 տարվում մենք պրինցիպի արդեն կարանք այդ ընդհանուր անցնենք այդ ամբողջ երկրով։ Այո, ամբողջ երկրով։ Իսկ մեր արտաքին աշխարհի այդ հարաբերությունները պրոբլեմ, նայեք, ամեն ապրանք ինչ որ գալիս է դրսից, օրինական ապրանք, իրանք դիմում են գրում մեր բանին կառավարությունը հատուկ մոտեցումներ ունի, շաբլոններ է դա կոչվում, այդտեղ շաբլոնները ռեեստրների մեջ ավելանում են նոր էլեկտրական մեքենաներ, ավտոմատ, այդ բլոկչեյնի վրա է լինելու։ Այնտեղ մարդու բանը չկա։ Բլոկչեյնով սմարթ կոնտրակտներով ավելանում է։ Աբոն օգնում է մեզ։ Այո, միանշանակ։ Աբոն օգնում է։ Что աբոն մեր հետ է։ Աբոն մեր հետ է։ Շատ լավ, այդ հարցնի հասկացանք։ Արտաքին քաղաքական պոլիտիկա, внешняя политика։ Ինչ կարող եք դրա մասին ասել մի քանի բառով, ինչպիսին են լինելու մեր հարաբերությունները, որտեղ հարևանները մնալու են Ադրբեջանը մի կողմից, Թուրքիան, Վրաստանը, Պարսկաստանը եւ էլ ավելի մեծ Ռուսաստանի Դաշնություն, Ամերիկա, Չինաստան, ինչ ենք անելու, ինչ ենք ջնջելու, հիմա անգամ եթե դուք լավագույն դեպքում 26 թվականին եկաք իշխանությանը, արդեն նախքին եւ նախկինները ինչ որ բաներ արել են, որ ճիշտ էր, սխալ էր արել են եւ տակից պետք է դուրս գանք։ Այս դաշինքն է, այս Таможенный союзն է, այն ուզում են գնանք Եվրոպա առանց Շենգենի վիզա եւ այդ հարցերը ոնց է լինելու։ Հիմա նայեք, հա, այստեղ մի հատ sense մոտեցում կա։ Նախ եւ առաջ մեր մոտեցումը sense է։ Մենք քանի որ այդ 3 հարցն ենք բարձրացրել։ Մենք անվտանգություն, պետխորհուրդ, թվային պետություն։ Հիմա մենք կնախընտրենք, որ բոլոր կուսակցությունները, ում որ սա կհետաքրքրի, ում որ մենք կարողանանք ներկայացնենք, որ այս է ճիշտը, մենք վերկուսակցական մոտեցումն է, սա կառավարման համակարգը փոխելու եւ մեր ապագա տնտեսության զարգացնելու հիմքը դնենք։ Հիմա եթե ես ասեմ, որ ճիշտ է այսպես անենք, ես կարամ, ես գիտեմ ոնց է ճիշտ անելը։ Սա մի քիչ սխալ կլինի ինչի համար, որովհետեւ այս հարցերը մեզ թույլ են տալի միավորել։ Սկզբից միավորել, մենք պետք է միավորվենք, որպես հասարակություն, որպես կուսակցություններ, որովհետեւ շատ կարեւոր է, որ դու 600,000 հոգի մարդու ներկայացնես, այդ որ խոստովեցիր, որ անելու եմ, ու այս մենք ռեալ կարանք անենք։ Որ գան տարածք եւ այնտեղ ընտրենք քեզ։ Այդ 600,000 հոգին հենց որ ընտրեցին, մենք դառնալու ենք ամենամեծ ուժը։ Հիմա նայեք, երբ որ ես պատասխաններ տամ սկսեմ, օրինակ ուրիշ տեղել ինձ հարցնում են, Արցախը Հայաստանա թե չէ։ Եղբայր, սա կուսակցական մոտեցումների շարունակությունն է։ Այո, եթե ես sense տամ, ես նախընտրում եմ ոնց։ Մենք այս 3 հարցի շուրջ տարբեր կուսակցություններով համախմբենք, հետո սկսենք մշակել։ Մենք կդնենք մեր դրվածքը, թե մենք ոնց ենք տենում արտաքին քաղաքականությունը մեր եւ դրա տրամաբանությունը։ Կդնի մի հատ ուրիշ կուսակցություն իր տեսակետը, իր տրամաբանությունը, այն մյուսը մի հատ իր տեսակետը։ Այս տեսակետները կհավաքվեն, դրանց մեջից կընտրենք 2 տեսակետ, մեծամասնությամբ ասենք, ով մասնակցելու է։ Եվ այդ 2 տեսակետի շուրջ մենք սկսենք աշխատել հանրության հետ, որ հասկանանք, որը կնախընտրի հանրությունը, որտեղ կարող է 2 տեսակետներ ճիշտ լինի։ Իմ համար ես գիտեմ ամենաճիշտ ճանապարհը, բայց դա սխալ է իմ իմացածս մենակ, հա, ավելի փորձ ունեմ, գիտեմ, պատկերացնում եմ, բայց դե հանրությանը պետք է ներկայացնես ու վերջնական խոսքը մեկը պետք է հանրությունը ասի։ Իսկ հանրությունը այդքան ունակություն, խելք, գաղափար, խելքը պետք է իմաստությունը շատ մեծ է ու ապացուցել է մեր հանրությունը, որ իմաստություն ունի։ Հիմա նայեք, այստեղ անպայման չի, եթե դու արդեն մշակել ես ծրագրերը, հա, դու ներկայացնում ես, ընդ պետք է այդ մանրուքները հասկանալ, ընդհանուր
պատկերացումը պետք է ընդունելի լինի այսինքն դուք առաջարկելու եք մի քանի ծրագիր մինիմում 2 ոչ թե հենց 2 մոտեցում արտաքին օրինակ մեր հարաբերությունների մասին հիմա նայեք այդ սենց է ընդհանրապես ոնց անել ինչի շուրջ պետք է մենք խոսենք մենք պետք է խոսենք նրա շուրջ որ մենք չենք կարա մեր համար ամենակարևորը այդ մենք կարանք դնենք որ ասենք այս օրինակի համար մենք ասում ենք որ գիտեք ոնց մեր համար անընդունելի է ինչ որ բլոկում լինելը ասենք հապ կա նատոյա մենք դառնում ենք ասենք պետություն որ առանց բլոկային ստատուսի տակ մենք երկկողմանի հարաբերություն ես օրինակ այդ եմ նախընտրում ու ես վստահ եմ որ այդ մոտեցումը ավելի շատ բայց ներողություն միջև է դուք ասում եք որ մենք պետք է ընտրենք օրինակ Ամերիկա թե Չինաստան չէ նայեք այդ ընտրելը ես հիմա ես ասում եմ մենք պատկերացնում գլոբալ կրիվը այս երկուսի մեջ է այո հիմա այդ գլոբալ կրիվը իրանց մեջ է դու հենց այդ մանր ձուկն ես ուստեղ փրփրում ես միջև դու հետն ես են ջրի երես որ քեզ հագեն ես եմ կարող ձկան կերնենք միգուցե դեռևս հիմա բայց այդտեղ sense բան կա նայեք դու նպատակ ունես չէ ջրի երես դուրս գալու դու նպատակ ունես դառնաս partner սրակամներա հետ ասենք դու սկզբից պետք է այդ սուբյեկտությունը ձեռք բերես դու կարողանաս դառնաս ինչ որ մի բան որ խոսքը բրթացնում ես ինչ որ մի բան օթա դուրս գալի բերանից որ դերան մեկը կա անդե ինչ որ այդ այս ծրագրերը թույլ են տալի այդ որ մենք ենք առաջարկում որ դու լսարի դառնում տենում որ չէ այս ազգը լուրջ ազգ է մոտ իրականում ճիշտ իր համար ճիշտ փոփոխություններ անում ինքը իր պրո հայկական մոտեցումա ցույց տալի եկեք մի հատ էնել ուշադրություն կդարձնա սա էլ է դարձնել ուշադրություն ու երկուսն էլ փորձելու են այդ ժամանակ քաշեն քեզ կամ այս կողմ կամ այն կողմ հիմա նայեք ես դու ամեն դեպքում այդ ամենաբարձր մակարդակն է հա ավելի ցածր մակարդակում ասենք պատկերացնում ենք Ռուսաստան, Պարսկաստան կա բան որ սրանք ամենաբարձրն են ավելի ցածրում սրանք են ամենաուժեղը հիմա այս ուժեղների հետ դու ոնց ես դու ոնց չես կարող հələ դու ստեղ ես այս մակարդակում ինչեւ ընդ հերներ սրանց հետ պետքա շփվես այստեղ դու ասում ես ախպեր ջան ես ոչ մի բլոկ չեմ մտնում ոչ այս բլոկ ոչ այն բլոկ ոչ ստե ասենք թե ես ուզում եմ երկկողմանի հարաբերություններ կազմեմ բոլորի հետ նախ եւ առաջ ես ուզում եմ համերաշխ ապրեմ ես չեմ ուզում գեց խաղաղություն եմ ուզում ես չեմ ուզում պատերազմ եւ դրա համար ասենք դուք պատերազմների մեջ եք ախպեր ջան եկեք մենք երկկողմանի հարաբերությունները հաստատենք այսօրվա դրությամբ նույն Ռուսաստանի հետ չէ ասենք մենք հապկի մեջ ենք ելի եմ ասում ես ուզում եմ ուշադիր լինեք սա իմ մոտեցումն է դեռևս կարող է ընդունելի լինի չընդունելի լինի հետո ես ասում եմ այսօրվա դրությամբ մենք պետք է հապկից դուրս գանք այսօր կարող է 4 ամիս հետո անենց փոխվի ամեն ինչը որ հակառակ ճիշտ լինի հապ կամ վերադառնալու կամ մնալու հիմա դրա մասին այս պահին քանի որ մենք հապկի մեջ մտել ենք նրա համար որ այս մարդիկ պետք է ինչ որ կոնկրետ հարցեր լուծեին մեր չլուծեցին մեր սահմանին հիմա կայացած են թշնամիները ախպեր եմ սրանք ասում են մենք չգիտենք ձեր սահմանն է թե ձեր սահմանը չէ այդ իմաստը ո՞րն է հիմա մերոնք ասեն իսկ ամերիկան էլ պետք չի մի հատ առանձին Ռուսաստանի հետ մենք ունենք պայմանագիր երկկողմանի մի հատ երկկողմանի Ամերիկայի հետ ունեցի երկկողմանի Ֆրանսիայի հետ ունեցի երկկողմանի Պարսկաստանի հետ ունեցի երկկողմանի Հնդկաստանի հետ ունեցի բոլորի հետ ախպեր հա շատ երկրներ կան որ տենց էլ հենց աշխատում են ու ապրում են բայց դու պետք է հասկանաս գլխավորը որտեղ նայեք էլի եթե դու մենակ այսօրով ես ապրում հա քեզ պետքա այմախ բան լինի վազում ես Ամերիկայի մոտ մեկ էլ տենում ես որ չէ Հնդկաստանը գնաց Չինաստանի հետ բանալից դու սկսում ես վազել Չինաստան որտեղ չեզոք պետք է լինես ընդհանրապես չեզոքը շատ դժվար է դրա համար ասած քաղաքականություն կեղտոտման է շատ չեզոք լինելը դժվար է բայց հնարավորինս չեզոք Հիմա աշխարհում գոյություն ունի Շվեյցարիան, չէ՞, չեզոք նեյտրալիզացիա, ճիշտ եմ ասում ես, չեզոք։ Այո։ Հա, Շվեյցարիա, Պրոստը Շվեյցարիան մի բան էլի, եկեք։ Իրանք 700 տարի սաղի հերանեցում են Եվրոպայում։ Ի տարբերություն մեզ։ Եվ միջև հիմա Հռոմի Պապի գվարդիան շվեյցարացիներ, որտեղ իհիշատակ դրան։ Այո։ Նու Ավստրիան է հիմա չեզոք երկիր կարծես թե երկրորդ համաշխարհային պատերազմ հայտարարել են եւ Սովետը երբ որ փլուզվեց Թուրքմենստանը, չէ՞, հայտարարեց, որ մենք չեզոք ենք։ Որ ընդունված է։ Իսկ այդ ոնց եք դուք պատկերացնում։ Մենք արտանում ենք, ասենք բարև ձեզ, գնում ենք մակ, ասում ենք մենք չեզոք ենք։ Չեզոքությունը ես չեմ ասում որպես չեզոք երկիր դառնաս բանով Թուրքմենստանը։ Չէ, չեզոքություն, ասում եմ, դու պետք է Մենք բոլորի հետ պետք է ունենանք հարաբերություն։ Ես դրա համար եմ ասել, չեզոք ես կարող լինես։ Դու պետք է երկկողմանի հարաբերություն ունենաս, բայց դու կարողանաս ճկունություն ցուցաբերես
որ այն մյուսի հետ, ասենք, եթե երկու հակառակորդ են, դու համ սրա հետ ես լավ, համ նրա հետ ես։ Օրինակ, ասում եմ, այսօր դրսում մեր համար անհնար է Իսրայելի հետ ճիշտ հարաբերություն ստեղծել։ Ադրբեջանի հետ էլ է անհնար։ Թե հնարավոր։ Նայեք, Ադրբեջանի հետ ավելի հեշտ կլինի մեծ, քան թե Իսրայելի հետ իրականում, որտեվ մեր միակ գործընկերը վստահելի այս տարածաշրջանում Պարսկաստանն ա եղել։ Ու իրանք այդ ամենամեր բարեկամի հետ պատերազմի մեջ են։ Հասկանում եք, դու ուզես չուզես դու չես կարա Իսրայելի հետ, ինչը որ իրականում մեզ լավ կլիներ, եթե Պարսկաստանը ու Իսրայելը շատ լավ հարաբերություն, մեր համար շատ լավ կլիներ Իսրայելի հետ լավ հարաբերություն ունենալը։ То есть ստեղ դու արդեն պետք է ոչ թե չեզոք, այլ ճկուն։ Ճկուն, ես դրա համար ասում, ճկունությունը ավելի ճիշտ է, բայց տեղեր կա, որ դու ընդհանրապես կարաս ասես կներեք, բայց ես ձեր հետ չեմ կարա շփվել, որտեղ իմ հարազատս, ասենք, ձեր հետ լավ չի։ Ու դա արդեն ազնվության նշան է, որ շատ կարևոր է, էլի։ Եվս մեկ շատ կարևոր հարց, որ ես ամենախելացի մարդը չեմ մեր հանրապետությունում, բայց միշտ դա ինձ հուզել է եւ անհասկանալի է ինձ համար։ Այսօր Փաշինյանը փորձում է պայքարել այն մարդկանց հետ, որոնք որ ժամանակ տարիներ շարունակ գողությամբ են զբաղվել, խաբել են, ժողովրդի փողերն են կերել, չգիտեմ ինչ են արել, բայց մենք տեսնում ենք, որ ցավոք սրտի գործը կամ տեղում կանգնած դոփում է կամ այնքան երկարատ process-ները, որ չգիտենք ինչ է լինելու, դուք ինչ եք անելու։ Հնարավոր կլինի, որ երբ որ դուք գաք իշխանությանը, այն ինչ որ գողացած է վերադարձվի շատ արագ եւ այն մարդիկ, որոնք որ գողացել են, խաբել են, ստել են, կոռուպցիոներ են, երբեք էլ կյանքում չկարողանան գողանալ, ստեն, կան իշխանությանը եւ այլն։ Լուստրացիա է դա կոչվելու կամ այլ բանա կոչվելու հնարավոր է ոչ։ Մենք նախատեսում ենք առաջարկել այրթեն այդ մյուս կուսակցություններին, ով որ կմիանա դաշինք կազմմեր հետ, լուստրացիայի մոտեցումը։ Դա պետք է լինի մասնակի լուստրացիա, մեր տեսակետն է դա, կարող է ինչ որ հետագայում ինչ որ ուրիշ մոտեցում լինի, բայց դա մասնակի լուստրացիան, ինչ է նշանակում մասնակի լուստրացիա։ Դա նշանակում է, որ դեղի մասնակի, որ սաղ ազգին իրար թշնամի չսարքեն, հա, որ մեկը այն մարդիկ, ովքեր որ ուզում են պաշտոնի գնան, դատավոր դառնան, կուսակցական ղեկավար բան կազմեն, հա, ինչ որ ես իմ ՀԿ-ների կարող է ղեկավարներ պետության կարևոր պաշտոններ ինչ որ գրավեն, այդ մարդիկ պետք է անցնեն այդ լուստրացիան։ Թե անցյալում ով եղել է, թե ապագայում ասենք մեզանից սկսած ով որ կլինի, բոլորը պետք է անցնեն այդ լուստրացիան, որ վերջը մենք հասկանանք, այս մարդիկ գալու են այն հավատ, այն վստահության բանը լինի, որ այլ տեսրանք հայ են, Հայաստանի համար են մտածում վերջը։ Այդ շատ կարևոր հանգամանք է։ Բայց մի հատ էլ ուրիշ հանգամանք կա, նայեք, այն թվային պետությունը, որ մենք առաջարկում ենք, Ջան, ուրեմն սա իր տակ պարունակում է մի հատ մոտեցում։ Մարդ ուզի թե չուզի, պետք է իր ունեցվածքը թվայնականացնի։ Որտեւ եթե դու դա թվայնականացնես ու ռեեստրի մեջ չմտցնես, դու հետական չես կարողանալու վաճառես դա։ Դու գործարան ունես, վարորդի տանունով է այդ գործարանը։ Եթե դու չցույց որ սա քոնն է, այս մնաց վարորդի երեխեքին ու տենց իրանց կմնա։ Էլ դու հնարավորություն չես ունենալու հետ բերելու դա։ Դրա համար պետք է մի հատ մոտեցում ցուցաբերել։ Եվ փաստորեն, եթե դու չես ունենալու գումար կամ չգիտեմ ինչ, դու չես կարաս վարորդի անունով դա մնա, բայց վարորդը քեզ ինչ որ բաներ վճարի, էլի։ Չի լինելու, չի կարողանալու ինքը քեզ գումարներ փոխանցի։ Իմաստը մի հատ այսպես մոտեցում կա, որը որ մենք ինչն ենք առաջարկում, որ չընկնես դու իրանց հետևից վազես, ուրա ինչա, ասում ես 3 տարի ժամանակ, բոլորը ռեստավրում եք, ով որ չրեստավրեց իր ունեցվածքը, ասենք ես պենջակը ունեմ, ես պետքա սա էլ լրացնեմ, որ իմս է, վաղը կուզանամ վաճառեմ, որ ես կարողանամ վաճառեմ, ժամացույցը, ակնոցները սա, դու այդ շատ անվտանգ ձևի, որ մեր տվյալները հիմա էլ կենտրոնական բանկում բոլորի կան, ցավ այդ ամեն չի որ վայ, կիմանան, չէ, մենք պետք է հասկանանք, որ պետությունը պետք է դառնա մեր ընկերը, մենք պետք է պետության համար ցավանք, իսկ պետությունը մեր համար ցավա, ոչ թե թշնամին լինի, որ մենք փորձենք փախնենք, հարի հակառակ, մեր գործընկերն է դառնալու պետությունը։ Այդ մեր սրբությունը պետք է լինի իսկական։ Եվ հիմա ինչ է ստացվելու։ Երբ որ 3 տարվա մեջ դու կամ ցույց ես տալի քո ունեցվածքը, եւ նայեք, մեր մոտեցման մեջ մենք քաղաքական գնահատական ենք տվել, մեր սայթում լինելու է դրված ամեն ինչը, վաղը ինձ թվում է արդեն մեր սայթը աշխատելու է, այդ քաղաքական գնահատականի մեջ բացի նրանից, որ մենք ասել ենք թե ինչու է, ինչ պատճառով ոնց է եղել այս ամեն ինչը,
գնահատականը տվել ենք, մենք ասում ենք, որ մենք վրեժխնդրություն չենք ուզում։ Դա ամենասխալ բանն է վրեժխնդրությունը, բայց ով ինչ արար կարել է, ամեն դեպքում ճիշտը պատասխան տալն է։ Հիմա թե իրավապանները ոնց կորոշեն, ինչ կանեն, ասենք թե հասարակության հետ ինչ ձևի կոնսենսուսի է կարելի գալ, այդ միա, բայց այն որ փողը, գողոնը վերադարձնելու են, այդտեղ պետք չի քննիչները գնան, ինչ որ գործեր ստեղծեն, գտնեն, բան, կոմպյուտերն է։ Եթե դու չօրինականացրեցիր քո ունեցվածքը, դու վաղը չես կարողանալու ծախես, ոչ թե զրկվելու ես։ Փողը չես կարողանալու միշտ ստանալ, փաստորեն զրկվում ես։ Ոչ կարող Քոնը չի։ Քոնը չի դա, այդ նրանն է ում անունով։ Այսինքն այն հյուրանոցը, որ բոլորս գիտենք, որ այս մարդունն է, բայց իրականում գրված է ուրիշի վրա, ախպեր դե Պողոսին է մնալու։ Իրանը չի դառնալ երբեք, ոչ իր երեխեքին է կդառնա, ոչ իր թոռներին է կդառնա։ Դա մնալու է Պողոսին, բայց ինքը հնարավորություն կունենա, դեռ եւս էդի խոսում ենք, ասենք թե դու մուծում ես 80%-ը դրա իրական արժեքի, 20% կշահես, թող գալնա քոնը, դուր պետությանը։ Այսպես մոտեցում։ Այսինքն մաքրվելու տեղ եք թողում մարդը։ Հա, գիտես ոնց, որովհետև կարա լինի ոչինչ ոչ քեզ, ինքը պետության մեջ չտա, ինչ որ մեկի անունով թողի կամ մոռանա, если այնքան ունեն, կարող է մոռանանել։ Որ հիշեն, հնարավորություն տաս, ինչ որ ոմանց, բայց ոմանք կան կարող է ասում այդ արդեն բանն որոշելու է, դաշինքը պետք է որոշի, որ ասեն չէ, օրինակ, այս մարդկանց չենք ներելու կամ հակառակ, եթե իրանք sense բան անեն, պետք է գնալ ինչ որ ամնիստիա հայտարարել է, եկաք իշխանությանը եւ ունենալու եք անցյալ նախկիններ եւ նոր նախկիններ եւ հին նախկիններ գողացածը ուրիշների անունով գրածը եւ այլն դա մոտավորապես հասկանալի է ինչ բարոյական պատասխանատվություն այդ մարդիկ կրելու են թե մենք թե դուք բոլորին ներելու եք գիծեք քաշելու ասել եք այս նրանց հետո սենց ենք ապրում չէ մենք գիծ արդեն քաշել ենք մենք քաղաքական գնահատակ ենք տվել մենք ասում ենք ով ամեն ինչ իր այսօր ասում եք արդեն ասում ենք մենք ասել ենք դա կայքում ձեր լինելու է դրած պատկանի վաղը մսը արդեն դրած կլինի Facebook-յան էջերում կա մենք արդեն գնահատականը տվել ենք այն ինչ որ լինելու է ես սենց ասեմ ձեզ հա նայեք մենք ապագայի մասին ենք խոսում այն մեր այդ երեք կետը ապագայի մասին է եթե սա օրը մենք ուշադրություններս դարձնենք ընկնենք ախպերա մենք եկեք այդ ապագայի փոփոխությունները անենք Հիմա կգա այն կուսակցությունը, որ ասում է, սաղ իմ գնդակարել եմ, այն մեկը ասում է, չպետք է նստացնել, այն մեկը ախպերամ թե թող գան այդ կուսակցությունները, գնդակարում եք, ինչ եք անում, որոշում եք, դուք որոշեք, արեք, եթե ուզում եք վրեժխնդրի։ Բայց դա իմ հասկացությամբ մենք պետք է դնենք ապագայի բանը մեր առաջ։ Սկսենք դրա մասին աշխատել, որտեղ եթե ընկնում ես մենակ վրեժխնդրությամբ զբաղվես, դու քեզ ես հետ գցում։ Ոչ թե դրանց ես վատություն անում, այլ մենք մեզ ենք վատություն անում։ Դրա համար առաջ չեն գնում։ Առաջ չեն գնում։ Մենք դոփում ենք տեղում եւ դա ամենավատ բանն է, որովհետեւ սաղ աշխարհը գնալու այն ոչ թե սաղ աշխարհը այն կարևոր պետությունը գնեն առաջ, իսկ մենք sense մնալու ենք սրանց հետ այդ կռվի մեջ։ Ինչ տարար, ինչ բերիր, ինչ արիր։ Դրա համար կան իրավապահ մարմիններ։ Ես գտնում որ այդ իրավապահ մարմինները կաշխատեն իրանց չափով այդ բարոյական, եթե ինչ որ նորմերի թվային պետությունը ինքը մնացած հարցերը ինքն է լուծելու։ Թվային պետությունը այդ հարցերը փակելու է, որ վել մենք չընկնենք սրանց հետևից գտնենք։ Իրանք իրանց ձեռով են բերելու մուծեն սաղ։ Կտենակ, որտեղ կորցնելու են սաղ։ Դե ինչ, իսկապես նժարի վրա մեր երկրի եւ մեր ազգի ապագան է, մեր ժողովրդի ապագան է եւ հույս ունենանք շնորհակալ եմ որ տենց եք մտածում որտեղ դա մեր անունն է եւ հույս ունենամ որ այն ամենը ինչ որ դուք մտածում եք կդառնա իրական կյանք եւ իսկապես պետությունը կդառնա մեր գործընկերը մենք կհարգենք իրար մենք կմտածենք պետության մասին պետությունը կմտածի մեր մասին եւ այն խնդիրները որ մենք այսօր ամեն օր առնչվում ենք դրա հետ կլինեն չնչին խնդիրներ եւ մենք բոլորս կունենանք մեր երազած երկիրը եւ ներդաշնակ կապրենք ներդաշնակ թե մեր հետ թե արտաքին աշխարհի դա էլ է շատ միանշանակ այո շատ կարեւոր է առանց արտաքինի ներքինը շատ դժվար է լինում շատ շնորհակալություն այստեղ պարոն Իկանոմովը ստորագրել է այս ճշմարտության համաձայնագիրը սա մնում է պատմության մեջ Եվ հուսանք, որ մի քանի տարի անց այս ամենը կհիշենք
եւ կասենք, որ հիշում եք, sense բաներ ենք խոսում, դրամը ոնց էր, ինչ էր, այդ ինչ թուղթ եւ մեր երեխաները այդ հարցերը իրար կտան։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Այսօր այսքանը, ետևեք մեզ եւ եթե իսկապես խոսում ենք, եկեք խոսենք ճիշտ, որտեվ ճիշտ խոսալուց ճիշտ բան դեռ մարդկությունը չի մոգոնել։ Շնորհակալ։